Привет, եթե դու եկել հասել ես ստե, ուրեմն դու հաստատ ուզում ես մի քանի բան ավելի իմանաս prompt engineering-ի ու LLM-ների մասին, ու առհասարակ ոնց կարաս ճիշտ ու էֆեկտիվ ձևով prompt-ես ու որն է լավը, որը վատը։ Դե ես էլ եկել եմ ստե, որ ամեն ինչի մասին պատմեմ, միանգամից անցնենք գործին, ուրեմն ցույց եմ տալի թե ինչ կարանք մենք անենք սա վիդեոյի ընթացքում մենք իմանալու ենք թե որն է լավ prompt ու ինչի է պետք լավ prompt-ել, մենք իմանալու ենք թե LLM-ը ոնց է աշխատում ու ինչ պարամետրեր ունի, մենք իմանալու ենք թե որ դեպքերում ինչ մոդելներ է պետք ընտրել, որ լեզվով է պետք prompt-ել, ոնց լավ prompt-ել ու ոնց տեստավորել prompt-երը, էլ այս կողմ այն կողմ չենք ընկնում, միանգամից անցնում ենք գործին, որն է լավ prompt-ը ու ինչի է պետք լավ prompt-ել։ Պատասխանում եմ միանգամից երկրորդ հարցին, ինչի է պետք լավ prompt-ել, որովհետև լավ prompt-ելը հավասար է լավ արդյունքներ, ավելի արագ, քան երբ որ դու prompt-ում ես վատ։ Այդ շատ ոնց որ sense simple, շատ primitive միտք է, բայց իրականում լիքը դեպքեր են լինում, երբ որ դու եկել ես ինչ որ հեշտ բան ես ուզում prompt-ես քո համար, բայց քո մոտ չի ստացվում ու դու ընկնում ես LLM-ի հետևից, դու մի հատ prompt-ում ես, չես ստանում քո արդյունքը, դու չես սկսում նոր chat ավելի լավ prompt-ով, դու հիմնականում follow-up ես անում, շարունակում ես ու ուզում ես քո մտքերը ավելի լավ բացատրես, շատ հավանաբար ինքը ավելի է խճճում քեզ ու ինքն էլ ավելի խճճվում, որովհետև հեսա կհասկանանք թե ինչի ու արդյունքում մենք կամ չենք ստանում արդյունք, կամ ստանում ենք արդյունք ավելի ուշ, քան նախատեսում էինք, այսինքն այս պատճառներից մեկը ամենալեգիտիմ, ոնց առաջնային պատճառներից մեկն է, թե ինչ է պետք լավ prompt-ել իմանալ, որ ավելի շատ ժամանակ էկոնոմիա անել ու ավելի քիչ ներվայնանալ ու որ դեպքերում կարիք լինում prompt-ելու, միանգամից երկու սիտուացիա եմ ես այսօր ոնց որ զուգահեռաբար տանելու, բայց սիտուացիաները շատ կարող լինեն։ Առաջին սիտուացիան այն է, երբ որ մենք առօրյա կյանքում օգտագործում ենք մեր սաղին ոնց որ ծանոթ արդեն regular AI գործիքները, այդ կլինի պայմանական Gemini, այդ կլինի պայմանական ChatGPT-ն, այդ կլինի Claude-ը, այստեղ դաժե ոնց որ բացած տարբերակներ կան, այս ChatGPT ինտերֆեյսն է, բոլորդ գիտեք երևի, այս Google-ի Gemini-ն է, այսինքն այս product-ներում, հեսա parse կլինի թե ինչ եմ ասում product-ներ, այս product-ներում prompt-ելու համար ու երկրորդ case-ը մենք ունենք ավտոմատացման workflow-ներ, որտեղ որ մեզ շատ են պետք գալիս տարբեր AI-ական case-եր, AI-ական node-եր, sense ասած, որ ավելի པարզ է ամեն ինչ, մենք ամենից ցույց տամ sense այս օրինակի վրա, օրինակ մենք ունենք ավտոմատացում N8-ում, որը որ անում է որոշակի գործողություն, այս real կյանքի, real աշխատող ավտոմատացումը, որը որ ստանում է որոշակի ինֆորմացիա մեկ ուրիշ workflow-ից, հետո գնում է database-ից ինֆորմացիա վերցնում, պատրաստում է սա այդ տեքստը ըստ մեր ուզած ձևի, չենք մանանում թե ինչ ոնց։ Հետո այդ պատրաստի տեքստը գնում է մտնում է LLM-ի մեջ։ Մեր դեպքում այդ մոդելը անթրոպիկն է, Claude-ն է, իսկ իր զապասը fallback մոդելը Gemini-ն է։ Այսինքն, էսի կսկսի օգտագործվել այն ժամանակ, երբ որ ստեղ ինչ որ error լինի, ուշադրություն պետք է դարձնել սրան։ Մենք անթրոպիկի տված intelligence-ը API call ենք անում, ուղարկում ենք մեր տեքստը, նույն prompt-ն ենք անում, այսինքն նույն գործողությունն ենք անում, ինչ որ կգայինք ստեղ կանենք ու կգրենք ու կգնար ու հետ կգար մեզ։ Պրոստը անում ենք ոնց որ ուրիշ ինտերֆեյսից միանգամից API call ենք անում։ Ստանում ենք պատասխանը ու որոշակի գործողություն ենք անում։ Մասնավորապես այս դեպքում doc ենք սարքում, հետո այդ doc-ի մեջ լցնում ենք ինֆորմացիան մեր ստացած ու հետո Telegram-ում ուղարկում ենք նամակ, որ այսպես doc-ը ստեղծվել օրինակ։ Հիմա մենք այս ամեն ինչը չենք կարող անենք կամ կանենք շատ ավելի վատ որակով, եթե մենք չօգտագործենք AI կամ օգտագործենք AI, բայց գրենք վատ ու անորակ prompt-եր։ Այս երկրորդ դեպքներ, երբ որ մենք օգտագործում ենք տարբեր տեսակի prompt-եր ու կան այլ սիտուացիաներ, ես բաց եմ թողում այդ սիտուացիաները ու բացատրեմ թե ինչի, որովհետև այդ սիտուացիաների մեջ նախ հազարավոր կանոն են այդ սիտուացիաները, կարող լինի նկարի գեներացիա, կարող լինի, չգիտեմ, վիդեոյի գեներացիա, կարող տարբեր custom sense ասած գործիքներ լինեն, օրինակ, եթե մենք խոսում ենք Midjourney-ի մասին, գործիքի մասին, Midjourney-ն երևի շատերը կարաք իմանաք թե ինչ է, նկար գեներացնելու համար գործիք է, Midjourney-ն առանձին իր ոնց որ prompting բանը ունի, էլի լոգիկաներ ունի, prompting guide ունի, ասենք դու կարաս գնաս մտնես իրենց մոտ ու ասենք aspect ratio օրինակ set-up անելու համար ճիշտ, հատուկ դու ոնց որ command կա, այդ command-ը պետք է prompt-ես, այսինքն ինքը ոնց որ լրիվ ուրիշ պատմություն է դառնում, պետք է prompt-ես գծիկ r ու ասենք 4-ը 3-ի վրա, ասենց վերջակետով աստղանիշների փոխարեն թվերը դնես, հեսա, ասենք գրես r-ը 2-ը 3-ի վրա օրինակի համար ու ստանաս այտենց բան սպეციფიկ մեր դեպքերում չկա, մենք լրիվ ուրիշ բան ենք խորանում հիմա, լրիվ ուրիշ
ավելի foundational, ավելի տենց ոնց որ հիմնարար գծի մեջ ենք մենք հիմա մտնում ու մենք այս ոնց որ այս այլ սիտուացիաների մեջ ենք գցում այս տիպի հարցերը ու մենք չենք քննարկում այս տիպի սիտուացիաները։ Այս իմ պատմածը վերաբերվելու է երկու кейսերին էլ, այսինքն թե կոպիտ ասած անձնական օգտագործման համար, սեփական, ավելի շուտ ոչ թե անձնական օգտագործման համար, այլ ոնց որ որպես օգտագործող, որպես consumer, այլ ոչ թե որպես ինչ-որ workflow կամ ավտոմատացում սարքող, ոչ թե API-ից օգտվող, sense ասած, այլ հենց վերջնական product-ներից օգտվող, հեսա այս ամեն ինչը միանգամից ավելի པարզ կդառնա, եթե հələ པարզ չի թե ինչի մասին եմ խոսում։ Մենք այս երկու սիտուացիաներում էլ այս սաղի մասածը ռելևանտ է լինելու ու միանգամից հաջորդ քայլով անցնում ենք LLM-ին ու իր թաշախուստին, որը որ կոչվում է պարամետրեր։ Ուրեմն LLM, գնացինք, ինչ ասելա LLM, LLM-ը large language model-ն է, մեծ լեզվական մոդել է ու հենց այս մեր իմացած AI-ները, որ սաղ ասում են AI-ներ, ChatGPT-ներ, Claude-եր եւ այլն, սրանք սաղ LLM-ներ են։ Ոչ մի խնդրեմ չկա, մենք կրանք AI ասենք, ընդհանրապես խնդրեմ չկա, բայց իրանք LLM են ու ես այս վիդեոյի ընթացքում, եթե օգտագործեմ այս տերմինը, քեզ մնում է պրոստա իմանալ, որ էսի մեծ ստանդարտ մեր իմացած ոչ մի AI-ն է ու չընկճվել էլի իմ LLM ասելուց ու շատ մի հատ կարևոր բան, թե այդ LLM-ը, այդ large language model-ը իրանից ներկայացնում է, այսպես ասած, մատոր։ Ինքը մոդել է, ինքը ոնց որ ասած ֆայլ է, օրինակ weight site-ի կոչվում։ Ինքը մի հատ մեծ, ասենք, ֆայլ է լինելու, որ, ասենք, կոմպի ծրագրի նման կոպիտ ասած, ես հիմա փորձում ինչ-որ լավ օրինակներ բերեմ։ Ինքը իրանով ոնց որ տեխնոլոգիա, ինքը իրանով մեծ ծրագիր է։ Այդ կլինի օրինակ մեր GPT մոդելը, ասենք, GPT-5 մոդելը ինքը ընդհանրապես մոդել է, որից որ հնարավոր է օգտվել տարբեր ոնց որ ձևերով, տարբեր եղանակներով։ Ինչ եմ ես ուզում այսքանով ասեմ, այն որ ChatGPT-ն ինքը մոդելը չի, ինքը product-ն է։ То есть վերցրել են GPT մոդելը, այդ տեխնոլոգիան, այդ ֆայլը, ասենց ասած, ու դրան կապնելով սարքել են մի հատ sense սիրուն ինտերֆեյս, սարքել են այս touch-ի կնոպկեն, այտենց ստադին բան եւ այլն, ու սարքել են ոնց որ chat-ի ինտերֆեյս այդ մոդելից։ Այսինքն շատ կարևոր է առանձնացնելը ChatGPT-ին GPT-ից օրինակ կամ նույն ձևի օրինակ Claude application-ն է, Claude ծրագիրն է, Claude-ի մեջ կան տարբեր մոդելներ, կա Claude 4.5 Sonnet, կա Claude 4.1 Opus։ Նույն ChatGPT մեջ էլ կա, որ ասում ես ChatGPT-ի հետ գնայես ինչ հարց լուծի, ChatGPT-ի մեջ կարաս բացես ու լիքը տեսականի ելնի։ Ես հենց հիմա լոգին եղած չեմ, չի երևում, բայց ահռելի քանակությամբ մոդելներ կան ու տարբերությունը հիմնականում հենց էսա։ GPT-ն ու ChatGPT-ն, то есть մեկը մոդելը, մյուսը product։ Այսքանը իստում է լրիվ բարձ դարավ, չէ՞։ Playground ենք մենք հիմա օգտագործելու ու այդ սաղ լրիվ հասկանալի է դառնում թե ինչ ենք մենք էդի անում, որովհետև ChatGPT-ում արդեն ավել գրած ինստրուկցիաներ կան, то есть system prompt կա, մենք սա դրանց վրա ավելի կանցնենք, բայց ոնց որ մոդելը վերստում ես, բացի կնոպկա ու այս մնացից ավելացնելուց, դու ոնց որ եւս մի շերտ կամ դժ մի քանի շերտ կարաս ավելացնես տվյալներ։ Օրինակ ChatGPT-ի դեպքում կա ոնց որ system prompt, որը վերաբերվում է կոնկրետ ChatGPT-ին, որ ասենք ինչ-որ մեկը, ինչ-որ մեկը ինժեներ կամ ինչ-որ product-ով զբաղվող ինչ-որ մեկը մտածած ինստրուկցիա է գրել այդ մոդելին, ասել է դու քո անունը ChatGPT-ա, դու պետք է user-ին բարեհամբույր ձևով պատասխանես, տվյալ օրը էս ինչն է, վերջին քո պարապած տվյալները էս թվին էսօրն են բրծնում, չգիտեմ, խուսափի ինչ-որ քաղաքական լուրջ բաներ ասելուց, խուսափի էս ինչ անելուց, խուսափի ես sense բաներից, չգիտեմ, վատ մի բայ քեզ, լավ բայ քեզ, տեղի բարեհամբույր, որ քեզ կֆրտեն դու չպատասխանես եւ այլն, то есть այս ինստրուկցիաները sense ոնց որ գրվում է ու GPT մոդելի վրա գրվելով գալիս է անգնում է հասնում ChatGPT, այսինքն կոպիտ ասած ոնց որ ամեն մեկս կանանք մեր system prompt-ը դնենք GPT մոդելի վրա ու ստանանք պահվածք AI-ի կողմից, որը որ կլինի մեր ուզածով, sense ասած։ Հիմա մենք օգտագործում ենք Playground, այսի Playground-ն է, ես լոգին եղած չեմ, հենց հիմա լոգին եմ լնում, մեր Playground-ը լրիվ դատարկ GPT-ների վրա է։ Այսինքն այս նույն ձևի ինտերֆեյսը, որտեղ որ հեսա, ես տենում եմ կա ուրեմն system message ու prompt message user ու system։ Ու ես դե կարամ օգտվեմ սա LLM-ական հնարավորություններից, այսինքն ոչ մի այդ իմ ասած ավելացված ChatGPT-ի վրա դրած այդ սաղ գործիքները, այդ սաղ system prompt-երը եւ այլն չի գործում։ Ստեղ ես կոնկրետ գործ եմ ունենում մոդելի հետ, GPT մոդելի հետ։ Նույն բանը կա նաև Google AI Studio-ում, էլի դու աչի վրա կարող ես ընտրես մոդելը, թե որ մոդելն ես ուզում օգտագործես, 2.5 Flash, 2.5 Pro ու կարող ես էլի մնացած սաղ նաստրոկեքը դզես նենց ոնց դու օրինակ չէիր կարանա դզեիր այստեղ։
То есть դու էլի հա ստեղ կարաս ընտրես մոդելը, որ մոդելն ես ուզում օգտագործես, բայց особо ուրիշ настройք եք, որոնց մասին որ մենք այս անպայման խոսանք, դու չես կարա դզես։ Ստե playground-ներում կարաս։ Ու մեզ բնականաբար պետքա հենց այս օգտագործել, որ հասկանալ թե ինչա տակից աշխատում, ոնց է աշխատում եւ այլն։ Հա, անպայման մեկ էլ, էսի ես հենց հիմա խոսացի, ես առօրյա կյանքում օգտագործվող ոնց որ ռեգուլյար է գործիքների դեպքում, բայց համ էլ ես ուզում եմ զուգահեռներ անցկացնեմ ավտոմատացման workflow-ների ժամանակ ինչ տեսք այդ ամեն ինչ ունենում, ես կօգտագործեմ N8-ն հիմնականում, բայց ցույց կտամ համ էլ Make.com-ը, կարամ հենց Make.com-ից սկսեմ, ես Make.com-ում ունեմ ուրեմն node, ես գալիս եմ այս workflow-ը, եթե པարզ չի, այս երկուսը ոնց որ նմանատիպ գործիքներ են, որտեղ որ դու կարաս անես տարբեր տեսակի ավտոմատացումներ, շատ նման են իրանք, ես օգտվում եմ երկուսից էլ, հիմա ցույց եմ տալիս մենակ Make.com ինչա կատարվում, հետո կփակեմ ու կանցնեմ N8-ին, ուրեմն մենք ստե գալիս ենք API call անելու մեր workflow-ի մեջ, մեր ոնց որ շղթայի մեջ, sense ասած, այդ աշխատանքային շղթայի մեջ, մենք ուզում ենք բերենք որոշակի ուղեղ, sense ասած։ Եթե global նայենք, GPT-ն ուղեղա, մենք բերում ենք դնում ենք ագենտի մեջ այդ ուղեղը կամ մենք դնում ենք բերում ենք մեր workflow-ի մեջ ենք դնում այդ ուղեղը, այսինքն GPT-ով մենք կարող ենք անենք նենց գործողություններ, որոնք որ, ասենք առանց GPT չենք կարող օգտագործենք։ Առանց GPT հնարավոր չէ լինի պրոստը ունենալ։ Պետք կլներ մեր ուղեղի միջամտությունը, այսինքն արհեստական բանականությունը ասվածը իրականում իսկականից արհեստական բանականությունն է, իզուր ամեն ինչը տենց ասվում։ То есть եթե մեր workflow-ի մեջ կան սիտուացիաներ, որտեղ որ պետքա որոշում կայացվի ոչ թե եթե ապայով, if else վիճակով, այլ կոնկրետ ինչ-որ գործողություն կամ արվի, ինչ-որ հոդվածի post գրվի կամ ինչ-որ կլասիֆիկացիա արվի կամ ինչ-որ մտ ուրիշ գործողություն mail գրվի եւ այլն, մենք բերում ենք դնում ենք այս intelligence, այս ուղեղն ենք բերում դնում, մենք կարող ենք գանք բացենք, ընտրենք մոդելների տեսականուց, էլի OpenAI ես օրինակի վրով եմ ցույց տալիս հիմա, բայց ընդհանրապես տարբերություն չկա, որ provider-ին մենք կօգտագործենք, որ մոդելները մենք կօգտագործենք, նո կոնկրետ այս օրինակից ստալեմ համար միանշանակ նկատի ունեմ, ու ստեղել տեղի ունենում նույն process-ը ոնց ինչ որ տեղի ունենում մենակ playground-ում մենք գործ ենք ունենում կոնկրետ ոնց որ GPT հեսա, GPT մոդելների հետ։ Իրականում, եթե ես չեմ սխալվում, վերջերս հենց OpenAI-ը բերելա դրելա առանձին հեսա ChatGPT 4 latest-ի, այսինքն էսի հենց այն մոդելն է, որը որ գնում եմ կպնում է ChatGPT-ին։ То есть այս դեպքում ոնց որ մեզ OpenAI համել հնարավորություն տալիս օգտագործել հենց կոնկրետ այն մոդելը, որոնք որ իրանք արդեն մի քիչ ավելի դարաբատվեցին հալը ինչ որ system prompt-ն ավելացրել ու ChatGPT-ն են սարքել դրանով։ Մի խոսքով, այս ուղղակի ինֆորմացիայի համար ես հետ եմ գալիս եմ N8-ն, N8-ն եմ ցույց տալի այդ ամեն ինչը պլյուս մինուս ոնց է աշխատում, sense տարբեր նոդեր կան, որտեղ որ օրինակ էսի LLM chain-ն է, որտեղ որ դու LLM ես գալի կպցնում, ավելացնում ես քո մոդելը, ասենք ընտրում ես պայմանական ասենք անտրոպիկին ու վերջ ոնց որ էսի անելու է նույն այդ intelligence-ի գործողությունը նույն բանը ստա տեղի ունենում երբ որ AI agent-ը ուզում սարքես AI agent-ը մի քիչ ավելի լայն հասկացություն է բայց էլի առանց ուղեղի չի կարող լինի agent բերում ես ուղեղը միացնում ես ու սրա համար պետք է գնալ API-ի բերել ու կպցնել մի խոսքով էլի էական չի էականը այն է որ ես այս ամեն ինչը ցույց եմ տալի նրա համար որ ավելի པարզ դառնա թե ոնց որ ինչ սիտուացիաներում պետք կլինի մեզ լավ prompt-ելը։ Երբ որ մենք ունենք case, երբ որ մենք ունենք սիտուացիա, երբ որ ասենք օրվա մեջ մի քանի տասնյակ անգամ, 100 անգամ կամ թեկուզ օրը մի անգամ մենք նույն այս գործողությունն ենք անում, մեզ մաքսիմալ նադյոժնի prompt-ը պետք, որը որ ստուգված է ու ճիշտ output-ը տալիս, գոնե մի 90%-անոց output տալիս է, ու մենք 10-ից 9 դեպքերում կարող ենք վստահ լինենք, որ նորմալ ստանալու ենք այն ինչ որ մեզ պետք է։ Հիմա անցնելով առաջ, միջև մենք հետ կգնանք ու playground-ում կգնանք թե ինչա կատարվում, ես ուզում եմ համել խոսամ անպայման ուրեմն LLM-ների պարամետրների մասին։ Ամեն LLM հենց միանգամից կրանք playground-ում էլ սա նայենք։ Ամեն LLM ունի որոշակի պարամետրներ։ Ուրեմն առաջի պարամետրը էտի նու մոդելն է, ասենց ասած, հա մենք մոդելն ենք ընտրում, թե ինչ մոդել ենք ուզում օգտագործենք, չգիտեմ, ես կարամ հիմա օրինակի համար 4.1-ը ինձ դուր է գալիս, ես կարամ 4.1-ը ընտրեմ ու պարամետրերի մեջ, ասենց սիտուացիաներ մենք ունենք, ասենց ոնց դեպքեր կարանք։ Դեպքեր չէ, հենց այնպես պարամետրեր կան, որոնք որ առաջիներից բառերն են, որոնք որ վերածվում են token-ների։ Հիմա ինչա դա նշանակում։ Ուրեմն, երբ որ մենք prompt-ում ենք, երբ որ մենք ինչ-որ մատ prompt ենք գրում, please write an article blog for my AI solopreneur journey, օրինակ ямар ինչ-որ շատ sense ընդհանուր մատ prompt գրեմ, այս prompt-ի քանակը, չափը, sense ասած, ասենք եթե չափման միավորում ենք վեկալենք,
մենք կարանք դա բարձենք կալկուլյատորով, token կալկուլյատորով, գնալով OpenAI պլատֆորմ կամ ինչ-որ մեկ ուրիշ տեղ, ուրեմն այս տեքստը ունի տառերի քանակ, չէ, 64 տառ, որոնք որ թեքվում են ու վերածվում են դառնում են token-ի։ Հեսա, այստեղ էլ ցած սիրուն ոնց որ գույներով ցուցադրված, թե քանի ոնց որ սիմվոլը, քանի token, մասնավորապես էսի մի token, էսի 2 token, էսի 3 token, 4, 5 եւ այլն։ Ու ընդհանուր առմամբ մենք ունենում ենք 14 token, այս էլ կազմում է ոնց որ չափան միավորն է, այսինքն մենք տարածությունը կարող է չափենք, չգիտեմ, մետրերով, կիլոմետրերով, չգիտեմ, բենզինը լիտրով, իսկ intelligence-ը բանականությունը մենք փաստորեն չափում ենք token-ներով ու գնայինն էլ, եթե մենք նայենք նույն OpenAI գնային առաջարկին, թե ինչ արժի առասարակից ամեն ինչ օգտագործելը, էլի բաց թողելով subscription-ի գինը, որը որ ասենք $20 է, հա, ու դա ChatGPT-ի մասին է, հետ գալով ոնց որ հենց կոնկրետ API-ի գներին, մենք ավելի լավ կանք պատկերացում ունենանք, թե ընդհանրապես ինչ արժի ոնց որ իրականում այս ամեն ինչը, այս բայդրությամբ կակ մինիմում, եթե մենք իմանանք GPT-5-ին, օրինակ input-ի համար 1 միլիոն token input-ի համար $1.25 փողա նստում է։ Իսկ output-ի համար, то есть input-ը այնա երբ որ մենք prompt-ում ենք, մենք ենք ուղարկում prompt-ը։ Իսկ իր ուղարկած հետ պատասխանի համար ամեն 1 միլիոն token-ը արժի $10, то есть վերևում է որ արդեն ոնց որ input-ը, okay, ինչ ուզում ես ուղարկել է էժանա, բայց արդեն ոնց որ գեներացնելը, սաղաթազրույցները օգտագործելը ու պատասխան տալը, սա ասում է որ մի 8 անգամ ավելի անգագալի։ Էլի կախված ըստ մոդելի մենք հեսա այս խոսակցությունը անպայմանելի գանք, մենք մոդելների մասին ենք խոսելու, մենք որոշելու ենք թե մեր գործերի համար ինչ մոդելներ են մեզ պետք լինելու օգտագործել, ու մենք անպայման խոսանք հենց գնային հատվածից, մենք կարող ենք համեմատենք ստեյմ, օրինակ GPT-5 Nano-ն էքստրեմալ էժանա, GPT Mini-ն ահագին էլի էժանա, Pro-ն вообще գժական ձևի թանկա, ու այս այն ամեններ ինչ պետք է իմանալ ուրեմն բարերի ու token-ների մասին, մեր նպատակը այս կյանքում մնում է, եթե մենք API-ական գործ ենք անում, ոչ թե ինչ-որ ChatGPT-ով մի բան, ոնց որ մեր նպատակն է մեր ուզածը ստանալ մինիմալ token օգտագործելով, որ մեր վրա մաքսիմում էժան նստի, ու բնականաբար արդեն մենք մոդելը պետք է ընտրենք, որը հաջորդիվ կանենք, ուրեմն ցած մատելի բանյացիա կա բարերից ու token-ներից հետո եկածող, այդ system prompt, user prompt ու assistant prompt։ Հիմա ինչ է նշանակում։ System prompt-ը այն ինստրուկցիան է, որը որ մենք տալիս ենք LLM-ին ու ասում ենք դու քեզ sense պիտի պահես։ Այսինքն, մասնավորապես, եթե մենք օրինակ ունենք մի հատ workflow, որտեղ որ ասենք լիքը leader են գալիս, չգիտեմ, LinkedIn-ից լիքը leader ենք scrape արել, ու այդ leader-ը պետքա գնան մտնեն ինչ-որ մի հատ Apollo-ի պես օրինակ system, այդ LinkedIn URL-ների մարդկանց անուններով գա մեյլեր ու վերջում այդ սա հավաքվի իրար գլուխ ու մեզ օրինակ մեր workflow-ի մեջ պետք է լինելու, որ մի հատ GPT module դնենք, ասենք այս մտած ինֆորմացիան անալիզարա մի հատ ու սիրուն մեզ բաները շարած դուր տիպը LinkedIn-ը ումա պատկանում LinkedIn-ը mail-ին է պատկանում մի խոսքով, ինչ-որ sense մի բան։ Ու մեզ դրա համար, եթե մենք հետ գանք ստե, մեր system prompt-ի մեջ պետք է անելու նշել, չգիտեմ, ինչ-որ մոտավորապես sense մի բան։ You are a lead qualification specialist, օրինակի համար։ No, lead qualification չի, lead classification եկեք գրենք։ Մտել ավելացնում ենք օրինակ your job is to filter the received data and provide clean output about the leads. Օրինակի համար ասենք, ասես մի բան, ասում եմ գալիս է դատան, քո գործը է սա, ոնց որ դու դրա մասնակից ես, քո identity-ն է, sense ասած, ու վերջ։ Էսի system prompt-ն է։ System prompt-ը կարող լինի շատ երկար, կարող լինեն օրենքներ, ես կարող եմ 1000 օրենք ունենամ, ես կարող եմ ասեմ, օրինակ company name-ը հատուկ ինչ-որ մի հատ company Coca-Cola-յա, օրինակի համար, ուրեմն դրանք բաները skip արա, ասենք մենք մեզ պետք չեն, մենք Coca-Cola-ի աշխատողներին ասենք չենք ուզում գրենք ոչ մի բան, կամ եթե մենք, չգիտեմ, ինչ-որ սիտուացիաներ շենց հիմա մտքովս ընդհանրապես չեն անցնում, բայց հազար հատ տարբեր սիտուացիաներ կարող լինեն, դու կարաս սրան վերաբերվես, որպես եթե դու ունենաս ինչ-որ մարդ, որը աշխատում է քո համար, դու հստակ տվել ես իրան զադանյա, որ այ եթե sense ուրեմն նենց, եթե sense ուրեմն նենց, եթե sense ուրեմն նենց, խնդրում եմ արա SSS բաները, քո գործը էսա, այսինքն ոնց որ էս կարելի ասել, որ էս տեքստը, system message-ի մեջի տեքստը, քո LLM-ի, քո AI-ի բան identity-ն է ձևավորում ու ինքը ավելի предсказуемый ձևով է սկսում աշխատել։ Իսկ հետո արդեն user message-ի մեջ
մենք տալիս ենք արդեն այն, մասնավորապես այս դեպքում, այս սիտուացիայում մենք տալիս ենք կոնկրետ այն տվյալները, որոնք որ պետք են, ասենք, sense խրծով պետք է լիքը ինչ-որ մարդկանց տվյալներ լիներ, մենք կբերենք լցնեինք ու всё, ինքը արդեն system message-ի հիման վրա կաներ իր գործը։ Այս ոնց որ տենց ճիշտ ոնց որ ստանդարտ ձև է, որ user prompt-ում դու գրում ես այն փոփոխականը, sense ասած, то есть եթե դաժե մենք ստենանք, այս basic LLM chain-ը նայենք, օրինակ հեսա prompt message-ի մեջ ես չունեմ հստակ ֆիքսված ինչ-որ գրած տեքստ։ Ես ունեմ ստեղ ես նշել եմ հենց կոնկրետ այն կտորը, որը որ գալիս է ստեղից։ То есть կախված նրանից թե ինչ կոնտենտ է ստե, ինքը ոնց որ փոփոխական ձևով գալիս է մտնում է սրա մեջ, իսկ այս իմ system prompt-ն է, այս շատ շուտվա prompt-ը, ինքը հայերեն է գնացել, բայց հայերեն պետք չի prompt-ել այս տիպի տեղերում։ Հիմա եթե հետ գանք էլի մեր խոսակցությանը, մենք իմացանք system prompt-ը որն է, մենք իմացանք user prompt-ը որն է, ու կա նաև assistant prompt, որը որ 99% դեպքերում չի օգտագործվում, բայց երևի պետք է իմանալ assistant prompt-ը, եթե դու ավելացնում ես տեղ ինչ-որ մի բան, ինքը հուշում է LLM-ին, թե ինքը ոնց պետք է պահի իրան։ Օրինակ, եթե դու կանխատեսելի output ես ուզում ստանաս, ու դու միշտ գիտես, որ օրինակ քո output-ը կարա պետք է սկսվի, ասենք, ինչ-որ մատ ֆիքսված, ասենք, hello բառով, օրինակի համար դու միշտ ուզում ես, որ ինքը hello ասի, օրինակ, իր սա պատասխանների վերջում դու կանաս assistant-ում գրես այս hello-ն ու ինքը ոնց որ որպես orienteer վեկալում է ու սկսում է մենակ այտենց սկսի խոսակցությունը, то есть մենակ առաջի բառը вообще էտա լինում եւ այլն։ Այս assistant-ը ընդհանուր ոնց որ ուղղե նիշա, sense ասած LLM-ի համար, որը որ իրականում ես կյանքում չեմ օգտագործել ու չեմ կարծում, որ հաճախ պետք է եկածող բան է մեր ռեալ կյանքերում ռեալ գործեր անելու համար։ Հաջորդը ուրեմն տեմպերատուրան է, բայց միջև տեմպերատուրան նաև կա sense մի բան, կա ուրեմն top P ու կա top K։ Երևի առաջինը սրանց մասին ասեմ, հետո նոր անցնեմ տեմպերատուրայի, որովհետև в принципе այս top P-ն ու top K-ը չօգտագործվող բաներ են, բայց երևի պետքա իրանց մասին իմանալ։ Ուրեմն ինչա top P-ն ու top K-ը, միջև իրանց մասին անցնելը, ուրեմն ես ասեմ, որ LLM-ը ինչ է անում, ինքը ոնց է աշխատում, ինքը գուշակում է հաջորդ token-ը, ասենց ասած, հաջորդ բառը, հաջորդ token-ը, հաջորդ տառը, ասենց ասած, token-ը ավելի շուտ։ Ուրեմն ինքը ոնց որ մեծ մի հատ մոդել է, որը որ կարում է հասկանա ըստ հավանականությունների ու ընտրի լավագույն հաջորդ token-ը։ Ու տենց շարունակ, то есть եթե մենք ստանում ենք, չգիտեմ, 100,000 կամ չգիտեմ 2000 token-անոց output, ոնց որ ինքը ամեն մի քայլում ամեն մի token-ի համար ընտրել է մի հատ ամենահավանական ոնց որ token-ը ու տենց շարվել է, դասավորվել է տեքստը։ Այս ամեն ինչը երևի ես մի քիչ ավելի շուտ պետք է սրա մասին ասեի, բայց այս ամեն ինչը օգնում է մեզ, որ մենք ավելի լավ ու օպտիմալ ձևով կառավարենք այդ token-ների, նոր token-ների գեներացիան։ Հիմա եթե մենք իմացանք արդեն բառերն ու token-ները ինչ են, մենք իմացանք system-ն ու user prompt-ը որոնք են, սրանք միանշանակ օգնում են, չէ՞։ Եթե դու system prompt-ում ասում ես դու SS մասնակ դու խադավիկ ես, հենց հիմա ինձ ասա ոնց արկեմ ես իմ BMW-ն, օրինակ այդ ժամանակ ինքը դժվար քեզ ինչ-որ հունական գրականությունից ինչ-որ մի հատ պատասխան տա, որտեղ դու իրեն արդեն նախորդ նշել ես, թե դու ով ես ու քեզ ինչա պետք։ Մյուս պարամետրերը, որոնցով որ դու կարող ես այդ հավանականությունը լավ անես, այդ top P-ն ու top K-ն է։ Հիմա արագ ես ստեից ցույց եմ տալիս, թե ինչա ասում Claude-ը, այս բացատրությունը Claude-ից է գալի, որովհետև 99% դեպքերում, 100% դեպքերում մենք չենք օգտագործում top K, ու 99% դեպքերում մենք top P-ն թողում ենք ոնց որ նույն տեղում, դրա համար շատ արագ գալու այս բացատրությունը ուղղակի անցնում ենք իրավորով, որովհետև հետո ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր բաներ կան։ Top K-ը ինչ է անում, դիտարկում է մենակ ամենահավանական հաջորդ բառերը, то есть մենք դնում ենք ոնց որ քանակ, ասենք եթե մենք գրում ենք top K-ը հավասար է 3, մոդելը տենում է երկինքը ու դատարկություն, հավանականությունների մեջ կա կապուտը, պարզը, մոխրագույնը, ընկնում է, մանուշակագույնը, պանիրը, որոնք որ բնականաբար ամենահավանական բանը կապույտն է, չէ՞ որ մենք մտածում ենք, ու LLM-ն է մտածում, ու top K-ը հավասար է 3-ով, ընտրվում է մենակ առաջի 3 նշան արժեքները, առաջի 3 ամենահավանական արժեքները, ու այդտեղից արդեն ինքը ընտրում է լավագույնը, то есть կընտրեր այս դեպքում скорее всего կապույտը կամ ըստ ոնց որ մեր տված prompt-ի։ Այս անկախ ամեն ինչից, թե երրորդ տարբերակը դաժե եթե ունենար 0.01%, մեկը մենք նշել ենք 3, то есть մենք ֆիքսված թիվ ենք վերցրել, ասենք այս 3-ից
այս երկաթի մեջից ընտրի։ Ու սենց էլ principi ոչ մեկ չի անում, կա ավելի լավ ձև top pin, որտեղ որ կան դաժե playground-ում, եթե մենք հիմա գնանք հասնենք playground, մենք playground-ում հենա տենում ենք text format text temperature token top p, հեսա top pin կա օրինակ, իսկ top k ստե ոչ մի տեղ չկա, այս կարանք բացենք հենց տե, ինտերֆեյսը փոխել են, շատ ավելի սիրուն են սարքել սա, հեսա կգան կանադառնանք էլի սրան, ու մենք օգտագործում ենք Microsoft top pin, ինչ անում top pin 0-ից 1, եթե չեմ սխալվում, значение է, ու ոնց որ տոկոս է ինքը պրոստը արտահայտում, այսինքն 1-ը կլինի 100%, չգիտեմ 0.8-ը կլինի 80% եւ այլն։ Ինչ անում ինքը դիտարկում է բառեր, որոնց ոնց որ գումարային տոկոսային հավանականությունը 90% անում։ То есть էլի այս դեպքում եթե մենք նայում ենք մոդելը գումարում է այդ երկնքի դեպքում կապույտ պարզ մոխրագույն, սա էս երկաթը դարավ կազմեց 90%, վերջ ստեղ ինքը կանգնում է ու ստեղից արդեն ընտրում է լավագույն բառը։ Ինչի ավելի լավ, որովհետև հարմարվում է սիտուացիային, եթե մոդելը վստահ է, հեսա, եթե առաջին հենց բառը 95%-անոց բառը, ու վсё ինքը արդեն կանգնում է, իսկ եթե պարզ չի ամեն ինչ, ինքը դիտարկում է ավելի շատ տարբերակներ, երբ որ օրինակ 95%-անոց արդյունք չի գալի, 20%-անոց արդյունք է գալի, այսինքն ավելի ռազմաոբրազնի, եթե 20%, եթե 95%-անոց բառ գար, մենք նշենք գնա այս իրեկատը վեկալ, ոնց որ ավել բանա գնում, էներգիա գնում, կոպիտ ասած, մեզ դի պետք չի, մեզ առաջին էլ լրիվ բավարարում էր։ Ու նույն ձևի էլ հակառակը, եթե ասենք կարող ես 4-20%-ներ պետք, բայց մենք իրեկատ ենք գնացել վեկալ է top k իրեք նշելու։ В общем, այս իմ հստակ կարծիքը չի, էսի Claude-ի հստակ կարծիքն է, սա սեկցիան բերելա ձեզ Claude-ը ու շատ ճիշտ բան ասում, ես էլ միշտ սենց արել, top-ին դրվում է 0-ից մինչև 1, լուբոյ սիտուացիայի համար, 9-ից 95-ը շատ լավ հավասարակշռվածությունը մեծամասնության համար, մեծամասնության դեպքերի համար, 1-ը ես խորհուրդ չեմ տա օգտագործել 0.08 в принципе, եթե ավելի տենց ոնց որ 4 պատասխաններ են պետք, որ ավելի ոնց որ հստակ պետք է լինի, ասենք ինչ-որ փաստերի մասին կամ ինչ-որ sense բաների մասին, երևի կարա նայել 0.08-ում, բայց в принципе, даже sense ասեմ, այս տիպի մոդելներում ChatGPT-ում կամ Claude application-ում կամ Gemini-ում, ոնց որ դու այդ հնարավորությունները в принципе չունես top k կամ top p, top k ընդհանրապես հնարավորություն չունենք ոչ մի փոխելու, բայց top-ին մենակ կարանք playground-ում կամ օրինակ հենց այս նույն LLM chain-երի մեջ այս մոդելները ընտրելուց օրինակ գնանք հեսա իր պարամետրերի մեջ բացենք, ստեղ մենք top k կարանք ընտրենք, փաստորեն հետաքրքիր է, չգիտեի ես դրա մասին։ Top p-ել կարանք ընտրենք ու հեսա մի մոտ օրինակ by default դրած է 1, ինչը в принципе լրիվ օքեյ է իմ համար։ Վերջ անտեսում ենք top k-ը, top-ին թողում ենք ֆիքսված ոնց կա в принципе մեծամասնության դեպքերում ոնց որ աշխատում է ու ինչ ենք անում ավելի կարևորություն ենք տալիս հենց temperature-ը շատ ավելի կարևոր կրիտերիա է իրականում քան այս երկուսը միանշանակ պետք է ավելի շատ պատահականությունը temperature-ը վերահսկենք որտեղ որ իրականում նման է top p-ին մի քիչ բանի տեսանկյունից, ոնց որ պարամետրական տեսանկյունից, տիպը կա 0, կա 1, կա 1+, որտեղ որ 0-ն вообще կրեատիվություն չկա, ես սրան կրեատիվություն կասեմ ավելի շատ temperature-ը, էլի պետք չի խորանալ թե ինքը ոնց է աշխատում, ինչ է աշխատում, բայց ես իրա թե ինչքան կրեատիվ պահի իրան։ 0-ն ընդհանրապես կրեատիվ չի, 1-ը շատ կրեատիվ է ու 1+ էլ կա, вообще գժական, տենց ինչ-որ խելագար բաներ կարող է անի։ Շատ լավ է, օրինակ, եթե դու հոդված ես ուզում գրես ինչ-որ կրեատիվ գործ է, չէ, creative գրություն, չէ, writing, իսկ եթե դու ինչ-որ տենց գործ ես ուզում անես, որտեղ որ պետք է կոնկրետ ինչ-որ մի տվյալ վերցնել, հետո այդ տվյալի վրա обработка անել, հետո տվյալը եսիմուր փոխանցել, քեզ պետք չի ինչ-որ անկանխատեսելի փոփոխություններ անել տվյալների վրա, դու օգտագործում ես ոնց որ 0, 0.1, 0.2 հիմնականում սենց է խորհուրդ տրվում։ Ու ինչ էր ասում Claude-ը ձեր դասընթացի համար, ասեք ուսանողներին թողնել top-ն default-ում, արդեն ասեցի, շնորհակալություն Claude-ին, հետ են գալիս մեր խոսակցությանը էլի, մենք արդեն իմացանք top k-ը ինչ է, մենք իմացանք top p-ն ինչ է, մենք իմացանք temperature-ը ինչ է, ու երբ ենք ամենակարևորը մենք ուզում օգտագործենք ու շարժենք temperature-ը։ Հաջորդը մենք ունենք sense բան, որը կոչվում է batch processing, այս շատ կարևոր է, երբ որ մենք API call ենք անում, երբ որ մենք օրինակ գալիս ենք ու այս մեր call-ի մեջ ընտրում ենք batch processing, այդ դեպքերում պետք է լինի, եթե մենք շատ մեծ տվյալներ ենք աշխատում, այսինքն եթե մենք ոչ թե մի կտոր ինֆորմացիա եկավ մտավ ստել, շատ տարբեր կտոր ինֆորմացիաներ եկան մտան հասան ստե, ու մեզ պետք է լինելու մի հատ API call չանել, այլ 10 հատ, 20 հատ, 50 հատ, 100 հատ, ու ուղղակի կարան ունենան ոնց որ լիմիտներ, այս դեպքում մենք կարանք պրոստը set-up անենք, թե ամեն անգամից քանի հատով ենք ուզում ուղարկենք request, օրինակ շատ բարձ օրինակ բերեմ, ասենք, չգիտեմ,
մեզ ինչ-որ մատ Excel sheet ունենք, որտեղ որ ասենք column B-ում product-ի description-ն է գրած, օրինակ ասես B-ի այդ դաշտում ասենք description-ն է գրած ու մեզ պետքա, չգիտեմ, որ LLM-ը կարդա այդ description-ը ու ասենք title մի հատ հորինի, վերնագիր հորինի այդ description-ի վրա հիմնվելով մենք կարանք համ հատիկ վեկալենք, ուղարկենք ոնց որ то есть ուղարկենք, սպասենք գա, ուղարկենք, սպասենք գա, ուղարկենք, սպասենք գա ու լսնենք սենց այդ շիթերը։ Ու մենք կարանք ասենք 10, 10, 20, 20, 50, 50, 100, 100 ոնց որ միանգամից տենց կարանք ուղարկենք։ Դա արդեն էլի կախված է լիմիտներից, կախված է թե ինչքան ես դու օգտագործում API key-երը OpenAI-ում կամ մնացած ուրիշ տեղերում, ինչքան շատ ես օգտագործում, այդքան ավելի շատ է թողում քեզ դու ոնց որ call անես ու էլի այս պրոստը կարելի է իմանալ էլի ինքը չենք օգտագործելու մենք այս սովորական սիտուացիաներում մենք օգտագործելու ենք հիմնականում այս prompting-ի ժամանակ տարբեր workflow-ների, ինչը կարա մեկ-մեկ օգտակար լինի։ Կա ուրեմն frequency penalty ու presence penalty։ Ես սրան հիմա չեմ ուզում անդառնամ, որ ճիշտ ասեմ, ես առանձին տեքստով կանադառնամ, որովհետև ինքը principi այդքան էլ կարևոր բան չի ու էլի ձերտալիան principi պետք չի։ Ուզում եմ կիսվեմ մի հատ sense resource-ով prompt leak-երի, որտեղ որ կա, այսի GitHub մի հատ մեծ repo-ա, որտեղ որ կան system prompt-եր, leak անսահման շատ system prompt-եր XAI-ի, Proton-ի, Perplexity-ի, OpenAI-ի, Google-ի, Anthropic-ի մոդելների այսինքն մենք բառացիորեն կարող գնանք հենց մտնենք Google, Papken, ավելի շուտ ու բացենք, ասենք Gemini 2.5 Pro-ի, ասենք guided learning-ը, ասի հատուկ ոնց որ մոդը։ Ու ստեղ ոնց որ տենանք թե Google-ի ինժեներները, Gemini-ի սարքող մարդիկ, ինչ prompt-ն գրեսի, հենց այն system prompt-ն է, то есть էսի նույն system prompt-ն է, որը որ դրած է այստեղ, այս application-ի, որ գալիս եմ սխմում եմ guided learning-ը, հիմա ես հեսա հենց հիմա ես էսի գրեցի, ես ոչ միայն էսի գրեցի ուղարկեցի, այլ համ էլ ինքը տակից այս տեքստը, ուրա, այս տեքստն է համ էլ աշխատում, то есть այս համ այս տեքստն է գնացել որպես system prompt առաջին chat-ը սկսելուց, համ այսին prompt-ը, որը որ հենց նոր ես ուրեմն ուղարկեցի, то есть այս ռեսուրսը շատ կարևոր ու շատ հետաքրքիր ռեսուրս է, եթե դու ավելի շատ ես ուզում խորանաս պատկերացնես թե system prompt-երը կոնկրետ ոնց են աշխատում, մենք ստե ոնց որ մի հատ գանձ ունենք, որ բացած դրած տալիս է OpenAI-ի Anthropic-ին ես գիտեմ, որ բաց դրած է հենց Anthropic-ի սայթում էլ է հնարավոր նայել, բայց այդտեղ մենք ունենք մի խոսքով հենց այս սաղ system prompt-երը, որոնք որ մենք կանք ուսումնասիրենք ու ավելի լավ պատկերացնենք թե ոնց են անում, այս լինքը թողում եմ ստե, այս պրեզենտացիան ունենալու իր լինքը, որը որ միտը դրած կլինի այս ներքևները երևի ու մի հատ ուրիշ ռեսուրս էլ կա, որտեղ շատ հետաքրքիր բացատրվում է հենց այս top K բան եւ այլն այս ամեն ինչը ու պետք է հասկանալ prompt engineering-ի պարամետրերի մասին, հեսա temperature, top K, top P, max token, frequency penalty եւ այլն, այստեղ այս ամեն ինչը կա ու դաժե ստեմատ հետաքրքիր գործիք կա, որը որ էլի playground-ը, ոնց հենց հիմա մենք նայում ենք այս OpenAI-ում, բայց տարբեր ուրիշ LLM-ների հետ կապած ու ոնց որ նոմա համատեղել միաժամանակ փորձել տենց տարբեր LLM-ների նույն prompt-երը տալ ու տենալ ինչ տարբերություն է տալի, էլի հետաքրքիր գործիք է, որը որ կարա պետք գա մի բան էլ RAG-ի մասին, բայց երևի RAG-ի մասին հենց հիմա պետք չի ասել, ես էսի հենց հիմա առանձնացնեմ, որ ասեմ սրա մասին մի քիչ ավելի ուշ, ուրեմն ես արդեն ենթադրում եմ, որ մենք գիտենք LLM-ը ինչ է ու ինչ պարամետրեր ունի ու ինչով է ինքը ընդհանրապես կապված prompt engineering-ի հետ ու ինչով կարող ինքը մեզ օգտակար լինի prompt գրելուց։ Հաջորդ մեր հետաքրքիր հարցը այն է, թե հայերեն ենք մենք ուզում prompt-ենք, թե անգլերեն։ Սրան կամ միանշանակ պատասխանը անգլերեն։ Անգլերեն, որովհետև անգլերենը ավելի էժան է, ինչի անգլերեն ավելի էժան, որովհետև որպես կանոն, եթե մենք հիմա գնանք այս token կալկուլյատորը նայենք ու փորձենք գրենք օրինակ այս նույն prompt-ը, գրենք օրինակ ողջույն, խնդրում եմ գրի բլոգի հոդված, չէ, իմ AB solo ձեռնարկատիրության ճանապարհորդության, հա, մասին։ Հիմա, եթե առաջին դեպքում 15 token ունենք մենք, երկրորդ դեպքում մենք 27 token ունենք։ Տուպը նրա հաշվին, որ մեր լեզուն ավելի հարուստ է ու բացի հարուստից իրականում մերը սիմվոլները լատինական սիմվոլներ չեն, ավելի ոնց որ ծանր են իրանք, ասենց ասած։ Դրա հաշվին մեր վրա ավելի էժան է նստում, երբ որ մենք գրում ենք անգլերեն ու Սատպեստունը եթե էժան է նստում, նշանակում է մենք քիչ ենք ավելի token օգտագործել, թե քիչ ենք ավելի token օգտագործել, ուրեմն ավելի արագ է մեր արդյունքը գալու, չէ, ոնց որ տնաբանական է, բայց էլի ոնց որ դնենք մի կողմ էժանությունն ու արագությունը, կոպեկների մասին այստեղ խոսքը գնում, ոչ էժանությունն է հիմնական պատճառը, ոչ
արագությունը, որ մենք ընտրում ենք prompt-ել անգլերեն, այլ ամենակարևոր բանը դա է, որ մենք ավելի որակով output ենք պրոստը ստանում, որովհետև ինտերնետի 55%-ը անգլերեն է ու սա այն ինչ որ սովորել է LLM-ը, սա սովորել է ինտերնետից, ու ոչ միայն ինտերնետից, բայց համել ինտերնետից, ու ամենաշատ գիտելիքները կան հենց անգլերենում։ Ու մի հատ ոնց որ տենց life hack, եթե մեզ անպայման հայերենա պետք մեր output-ը լինի, հենց նույն, ասենք, եթե հոդված ենք մենք ուզում գրենք կամ չգիտեմ, customer support-ի պատասխան ենք ուզում գրենք, կարելի է prompt-ել անգլերեն, то есть prompt ունենալ system prompt-ը user prompt ունենալ անգլերեն ու միշտ վերջում գրել, որ provide your response in Armenian օրինակի համար, այսինքն վերջ, այսքանով մենք գոնե մի քիչ ավելի լավ output կստանանք, քան եթե մենք prompt-էինք հայերեն, լավ իդեաներ, որոնք որ բաց եմ թողել ու ստեղ չեմ գրել, հենց հիմա կգրեմ, ուրեմն մենք ունենք Claude 4.5 Sonnet, որը հայերենից շատ վատ է դառել այս վերջերս ու դրա փոխարեն մենք ունենք 3.5 Sonnet New, որը որ API-ով հասանելի է, то есть այս բանում, ասենք, ստեով եթե մենք գանք ընտրենք Anthropic-ի մոդելների մեջ, մենք կգտնենք հեսա Claude Sonnet 3.5 New old-ը, old-ն էլ, в принципе, վատը չի, old-ն էլ New-ն էլ արժանապատիվ խոսում են հայերեն, 3.7-ը առկա է հիմա այս պահին, երբ որ ես զապիս եմ անում այս վիդեոն, Claude-ի desktop application-ում, բայց ես չեմ կարծում, որ սա երկար է դեռ մնալու, 4.5 Sonnet-ը արդեն ահագին ավելի վատ է խոսում, 4 Sonnet-ն էլ ահագին վատ խոսում, ես իմ հայերենի օրինակի վրա, իմ Telegram channel-ի վրա կարամ վստահորեն ասեմ, որ ինչքան խնդրեմ ես ունեցել եմ հայերեն լեզվի հետ կապված, հենց ունեցել եմ, որովհետև եկել եմ ու ավելի թազա մոդելներ եմ օգտագործել, ինչը ինձ չի օգնել։ Եթե հայերենի հետ կապված ինչ-որ տասկեր ունեք ու եթե նայելու դրությամբ կա Claude Sonnet 3.5 New, ուրեմն անպայման արժի օգտագործել Claude Sonnet 3.5 New, այս բերում եմ դնում եմ ստե որ հասանելի լինի միշտ։ Հիմա եկեք հասկանանք թե որ դեպքերում ինչ մոդելներ է պետք ընտրել ու որոնք են մեր չափանիշները։ Մեր չափանիշները ուրեմն գինն է, արդեն խոսացինք դրա մասին, արագությունն է, պերֆորմանսը ու ճշգրտությունը։ Պրինցիպի ոչ մի նոր բան, ոչ մի ինչ-որ գաղտնիք, ոչ մի ինչ-որ սուրպրիզ։ Հասկանանք ինչ մոդելներ են առկա, ինչ մոդելներ ունենք ու դրա արդեն որոշենք թե մեր արած գործի համար որ մոդելն է մեզ պետք օգտագործել։ Առաջինում մենք ունենք flagman մոդելները, սրանք են ամենատոպ մոդելներն են, օրինակ GPT-5-ը, իր Pro-ով, ինչի՞ չէ, Claude 4.5 Sonnet-ը, այս պայդրությամբ Gemini 6.5 Pro-ն, այս ուսակը կարա երևի հնացած թվա, եթե դու նայելու սիրես այս վիդեոն մի քանի ամիս հետո, ամեն դեպքում ինձ թվում է միտքը պարզ է, լավագույն դեպքերը, լավագույն use case-երը, որոնք որ կան լինեն այս դեպքերը, մտի կոմպլեքս անալիզն է, երբ որ ստրատեգիա պետք մտածել, երբ որ պետք է brainstorm անել, երբ որ պետք է կոնսուլտացիա անել, ուսումնասիրություններ անել, տեխնիկական արխիտեկտուրա մտածել եւ այլն, լղոզված ու վատ գրած prompt-եր, այսի ամենալավ, եթե լղոզված ու վատ գրած prompt-ը, ամենալավը օգտագործել լավ մոդել, որովհետեւ լավ մոդելը ավելի լավ է հասկանալու, sense ասած ավելի ինտուիտիվ է լինելու։ Բարձր որակի կոդ, փոքր մոդելները լավ չեն գրում կոդ, մեծ մոդելները լավ են գրում։ Այս flagman մոդելներն ինչ են flagman մոդելներ, որովհետեւ իրանք իրոք մեծ մոդելներ են, մոդելները ունեն պարամետրներ, եթե մենք գրանք օրինակ մանգանք թե ինչա կատարվում օրինակ LLM-ի պարամետրերի հետ, կամ կարանք գրենք how many parameters in GPT-5 օրինակ ու չեն ասում բնականաբար, հա, 4-ը 1.8 տրիլիոն պարամետր մի քիչ չեմ հավատում, բայց կարելի է օրինակ հարցնել Gemini 2.5 Pro, public չեն ասում քանի պարամետր։ Okay, Llama-ն կարանք նայենք մենք, Llama-ն Facebook-ին նա ու ինքը բաց է ու պետք է որ լինի 17 միլիարդ ակտիվ պարամետր։ Պարամետր ոնց որ էլի եթե մենք ինչ-որ մտ գնանք նորմալ ուրիշ լեզվով ասենք էտի, պարամետրը ոնց որ չգիտեմ, եթե ավտոյի դեպքում ավտոյի մոտորի, ասենք ծավալն է, ասենք 2.9 մոտոր, ինչ-որ sense մի բան, այսինքն կոպիցած մեծ, էտի ոնց որ մի բան հասկացել, որ ինչքան մեծացնում են, ինչքան ավելի շատ պարամետրերով են անում մոդելը, այդքան ավելի լավն է ստացվում ինքը։ Ճիշտ է, այդ երևի էլ արդեն ակտուալ չի էլ ոնց որ ավելի օպտիմիզացիա տարբերակներ կան, բայց հիմա դրա մասին չենք խոսում մենք, հիմա դա էական չի, հիմա էականը այն է, որ ոնց որ flagman մոդելները հիմնականում որպես կանոն ելնում են ոնց որ մեծ շատ պարամետրերով մոդելներ, որոնք որ ավելի շատ բենզին, այսպես ասած token են ծախսում, որոնք որ ավելի տիպը относительно ավելի դանդաղ են, բայց համել ավելի լավ են, ավելի որակով են ու հեսա այս բոլոր դեպքերը որտեղ որ մենք կարող օգտագործենք ցանկացած կարևոր դոկումենտի առաջին draft, ու в принципе, դա առաջի draft-ը սարքել ես, սրանով կարող ես շարունակես
իրան լավացնելը ու երբ որ տապալվելը թանկ կնստի, այսինքն եթե մենք սարքում ենք ինչ-որ մի workflow, մասնավորապես այն օրինակի դեպքում, երբ որ ես բերեցի, երբ որ մենք պետք էր ասենք լիդերին սորտավորենք առանձնացնենք, այդ դեպքում եթե օրինակ ինչ-որ մի բան թարս գնաց ու բիզնեսը կորցրեց, չգիտեմ, ասենք 1 միլիոն դրամ կամ պոտենցիալ, չգիտեմ, 2-3 կլիենտ, այդ մեր թարս գնալու պատճառով, այդ երևի թանկ է նստում։ Եթե հատկապես եթե մեր կլիենտները թանկ արժեն, то есть ոնց որ տապալվելու պատճառով, ասենք բիզնեսը փող կորցրեց կամ ժամանակ կորցրեց կամ չգիտեմ, հայտարարակ եղավ, չգիտեմ, հազար տարբեր բան կարա տեղի ունենա, եթե թանկ է նստում մեր վրա տապալվելը, մենք ռիսկի չենք դիմում, մենք օգտագործում ենք ամենամեծ ամենալավ մոդելները, որոնք որ ավելի նադежնի են լինելու։ Դальше երկրորդ ոնց որ շարքը մոդելների այդ ֆլագման մոդելներն են, որոնք որ նույն ֆլագման մոդելներն են, բայց իրանք կարող են reason անեն, ինչ է նշանակում reason անել, նշանակում է reasoning-ը դատողությունն է։ То есть մոդելները կարող են արդեն իրանք իրանցով անեն դատողություններ, chain of thought, մի հատ sense բան կա, էլի ոնց որ մեթոդ կա, երբ որ մոդելը սկսում է promptel, ոչ թե promptel, երբ որ մոդելը սկսում է ինքը իրան խոսացնել, sense ասած, ինքը իրան չեկանում, ինքը իրան, то есть ինքը իր գործողությունների մասին մտածում է, sense ասած։ Ու իրանք շատ տարբեր հետաքրքիր use case-ների ժամանակ կարան շատ օգտակար ու արդյունավետ լինեն, բայց որոշ դեպքերում էլ կարան օգտակար չլինեն ընդհանրապես, որոնք են այդ reasoning ֆլագման մոդելները, օրինակ եթե մենք խոսում ենք GPT-ի մասին, դա O3-ն է, այս պայմանությամբ Gemini 3.5 Pro-ի դեպ reasoning-ը նույնպես ինքը մտածող մոդել է ու в принципе դուք լսած կլինեք երևի, որ ասենք DeepSeek կա մի հատ R1, չէ, ու կա նույն ստեղ հիմա էլի չինում ընտրել, բայց ես կարամ գնամ այստեղից բացեմ ընտրեմ օրինակ O3-ը, O4 mini-ն, O3 mini, O4 mini, այս շարքը, սրանք reasoning մոդելներ են, իրանք մտածում են ու իրանք պարամետրերի մեջ դաժե, sense O1-ը չգիտեմ ունի թե չէ, բայց օրինակ O3 mini-ն օրինակ ունի համել budget մտածելու budget ունի, այսինքն դու իրան կարաս առանձին token-ներ հատկացնես, ես չգիտեմ ինչի հիմա չի երևում, այս սա, չէ, tool-երի մեջ չկա։ Մի խոսքով հեսա կգտնենք մենք անպայման երևի N8-ում գանք գտնենք էս, ուրեմն ունի sense մատ հետաքրքիր բանյացա, որը որ կոչվում է budget, փաստացի, ու դու իրան տալիս ես ասում ես քո budget-ն, ասենք 1000 token է, 1000 token-ի մեջ կարաս մտածես այս գործը անելուց, ինչը ոնց որ համ լավ է, երբ որ դու իրան տալիս ես մտածելու ունակություն, համ էլ լավ է, որ դու կարող ես սահմանափակես այդ մտածելու ունակությունը ու կարող ես տենց անես, որ ասենք լիքը փող չգնա նրա պատճառով, որ ինքը ասենք լուփի մեջ ընկավ ու սկսեց լիքը ասենք 100,000 token ծախսեց ու լիքը փող ծախսեց այդ մտածելու ընթացքում։ Այս սրան մենք առանձին հեսա կանրադառնանք պարամետրերը մեր գծելուց, ուրեմն մենք օգտագործում ենք այն ժամանակ, երբ պետքա մեզ մի քանի քայլանոց task անել։ Էսի մենք հասկացանք մի քանի case, թե ինչ նշանակում է մի քանի քայլանոց task-ը, երբ որ մենք օրինակ math-ի հետ կապված կամ կոմպլեքս տրամաբանական խնդրի հետ կապված ինչ-որ հարց ունենք կամ երբ որ ինչ-որ բան competition level-ի coding challenge-ներ ունենք կամ երբ որ ինչ-որ մենք գիտական level-ի դատողություն է մեզ պետք, օրինակ ինչ-որ շատ մեծ է տվյալների ծավալը կամ շատ բարդ է տվյալների ծավալը ու մեզ իրոք էլի մեզ բանա պետք ուղեղա պետք sense ասած, ոչ թե ուղղակի մեխանիկական տենց արագ պատասխան մենին ցույց տված օրինակի վրա չէ էլի որ դե հա բաներ է այս լիդերին վերցրա ընտրի ում անունը որ մեյլին է համապատասխանում սիրուն շարի դու то есть տենց վիճակներ չի այլ ասենք ինչ որ գիտական հոդվածների ուսումնասիրություն եւ այլն ու հա էլի մեծ շատ լավ case կա երբ որ խնդիրներ կան որոնք որ մի քանի լուծման տարբերակներ ունեն էս էլա շատ լավ որտեղ ինքը reason անում ինքը կարա քեզ ասի որ այսպես տարբերակներ կան իսկ հիմնական non reasoning մոդելները միանգամից անցնում են ինչ որ տեսած լուծման Ну, իրականում ստեղ արդեն էլի կախված է լինում սա prompt-ից, բայց դու արդեն կարաս պատկերացնես, որ եթե խնդիրներ կան, որոնք որ ունեն մի քանի լուծում, կարելի է այդ կանը reasoning մոդելներով անել, իսկ լավ չի օգտագործել այս reasoning մոդելները հերթական հետևյալ դեպքերում, սովորական task-երի համար, որոնք որ ընդհանրապես իմաստ չունի, այս իմ վերոնշել օրինակ սիտուացիայի համար, երբ որ պետք է պրոստը ոնց որ մեխանիկական մատիշը գործանել, ընդհանրապես իմաստ չունի օգտագործել reasoning model, որովհետև համ թանկանստելու մենք արդեն տեսանք, չէ, OpenAI pricing-ի մեջ, թե ինչ մեծ տարբերություն կար, օրինակ սրանք GPT-ի գներն են, սրանք էլի GPT-ի գներ են, հեսա դրանք O մոդելները որտեղ են ստելնելու, այսի GPT image-ն է, չկան, հա, ոչ միտեղ այս վերևը երևի ամենապետքա լինի, GPT 5, 4,
Չեմ պատկերացնում ինչի չկա O3 OpenAI O4 mini օրինակ ես ասա O4 mini-ին կանգնենք չկա pricing ստե երկու հատ edge կա pricing-ի ChatGPT Sora-ի API-ն է մեզ պետք ու չենք կարող մենք գտնենք հա ընդհանրապես շատ վատ է Okay գնում ենք OpenAI O3 price օրինակ ու այսա Gemini-ը մեզ ասում է որ $2 ամեն 1 միլիոն input-ը ու $8 ամեն 1 միլիոն output-ը մի քիչ որ ճիշտ ասեմ չեմ հավատում 8 միլիոն որովհետև սովորական non-reasoning մոդելը $10 էր բայց մի խոսքով էական չեսի ոնց որ դուբայ կարելի մտնել նայել ու հասկանալ ես ընդհանրապես ոնց ցույց տամ ինչ տարբերություն կա օրինակ նույնիսկ տիպի task-ը կարելի ավելի փոքր մոդելով անել ու ավելի էժան բրցնել այդ գործ անելու համար creative text ընդհանրապես charge-ի գրել reasoning մոդելով ինքը ավելի ոնց որ նախատեսված ավելի ոնց որ տենց բան էլի ավելի technical եւ ավելի տեխնիկական ոնց որ գործեր բաներ անելու համար ավելի նախատեսված հենց օրական մոդելները կամ agentic գործողությունների համար լավ պրինցիպի լավ որտեղ էլի ագենտը պետք է մի քանի գործողություն անի ագենտը պետք է սիտուացիային մոտ տիրապետի հասկանա ինչա կատարվում էս կոմենտում ու էլի ոնց որ այս տիպի մոդելները շատ լավ են որպես ուղիղ օրինակ ագենտի այսինքն եթե ես գամ ստե ու այս AI agent-ին սարքեմ ես կուզեմ ստե դնեմ ոնց որ reasoning մոդել, որ ինքը ավելի ոնց որ մощնի լինի, ավելի լավ աշխատի։ Մեկ է սովորական խոսակցական տասկերը շուտ կյանքից խորհուրդներ, բան, ռեցեպտ, մեծեպտ, բան, sense բաներ, էլի principi charge-ի տենց անել։ Մենք իմացանք reasoning-ը ու non-reasoning մոդելների ինչով են իրարից տարբերվում։ Մենք ստե համել ունենք context window, ինչը շատ կարևոր բանից է, ու անպայման պետքա դրա վրով անցնել ու հասկանալ թե ինչ է նշանակում context window։ Ուրեմն այս կարելի է ասել մեր կարճաժամկետ հիշողությունն է, շատ լավն է, short term memory-ն է։ Ուրեմն ամեն մի chat, sense այս ինտերֆեյսի մասին ենք մենք խոսում, ամեն մի ոնց որ ինտերֆեյս ունի ոնց որ սահմանափակ context window, то есть դու sense գրվես մի հատ պահ գալի, որ ինքը ասում է всё բրծավես chat-ը գնամ տազա chat սկսի։ Ինչ է նշանակում, նշանակում որ եկավ լծվեց սա context window-ը։ Հիմա էլի token-ներով ենք չափում այդ սա, եթե մենք հիմա գրենք պոպուլյարնի LLM-ների window context window-ների մասին, ասենք հիմա նայենք թե ինչ է ասում ստե Meta Llama 4 Scout-ը միջև 10 միլիոն token ունի context window Google Gemini 6.5 Flash-ն ու Pro-ն միջև 1 միլիոն ունեն GPT-5-ը ունի միջև 400,000 Claude-ը ունի 200,000 Claude-ը այս մյուս Claude-ը ունի էլի միջև 200,000 այսինքն եթե մենք արդեն գիտենք պատկերացնում ենք որ էսի մեր token-ներն են եթե հիմա ես ասենք էսի sense շատացնեմ նյոպե այսպես կարամ ես անեմ դաժե ասենք ես հենց հիմա այսքան տեքստը sense գրեմ տնեմ էսի 1473 token-ը հիմա կարամ այդ նույնը դուբլեմ էլի sense լիքը ավելացնեմ դառավ 16000 թող ասենք ես սաղ տեքստը այս սաղ տեքստը իրար տանում է 16313 token ու եթե ես օրինակ 1 2 3 4 5 6 7 8 9 ավելացնեմ դառնա հեսա ոնց որ նոր կոպի արնում ես կարող կախի կոմպաս մի խոսքով ստանում ենք մի հատ թիվ շատացինք կոմպաս ստանում ենք մի հատ թիվ ու այդ թվից առաջ մենք էլ չենք կամ ասենք հասցենք 163000 եթե 2-3 հատ այսպես text գրես դու մտցնես մի հատ chat-ի մեջ chat GPT-ի օրինակ ու քո սաղ token-ների ոնց որ լիմիտը կպրծնի սաղ կփակվի հիմա բայց եթե դու ունես օրինակ մի հատ զադանյա որտեղ որ դու օրինակ մի հատ գիրք ես ուզում գցես այդ գրքից ինչ որ մի հատ բան ես summarize ուզում անես գիրքը եկա yarի չէ գիրքը լիքը token-ներ ունի ասենք այդ դեպքում դու կարաս գաս ու արդեն ավելի լավ ընտրություն անես, ավելի լավ պատկերացնես, ավելի լավ հասկանաս թե քեզ ինչ մոդել է պետք օգտագործել։ Մասնավորապես ուր ենք մենք նայում, հենց ենք մենք նայում, մասնավորապես Gemini-ն է, ոնց որ ամենալավերից, որ համ հզոր է, որ համ լավ մոդել է, ուժեղ մոդել է, օրինակ Llama 4-ը ավելի okay, Llama 4-ը ավելի շատ token-ներ ունի, բայց Llama 4-ը շատ թույլ պարամետր է, շատ թույլ LLM է չսակալա համեմատես իրան Gemini 6.5 Pro-ի հետ օրինակ essence արդեն context window-ի մասին էլ պատկերացում ունենք մենք երրորդն էլ արդեն poker մոդելներն են որոնք են դրանք այդ ֆլագմանները չեն էլ իրանց ձակերն են sense ասած մասնավորապես կարա լինի GPT-5 mini-ն GPT-5 nano-ն կամ O4 mini-ն կամ Gemini 6.5 Flash-ը իդեպ Flash-ը շատ լավ մոդել է իրանք ոնց որ աշխատող ձիլ ռաբոչե լաշատկա վիճակներն են ոբշեմ աշխատող ձիերն են իրանց լավագույն case-երը ոնց որ ֆիքսված sense ասած աշխատանք անելն է կրկնվող ինչ որ գործ անել, կլասիֆիկացիա անել, data հանել, data մաքրել, ինչ որ output տալ, շատ թեթև կոդի գեներացիաներ անել, երբ որ հստակ մենք պատկերացնում ենք թե մենք ինչ ենք ուզում այդ կոդի գեներացիայից
summary-ներ տալ, ընդհանուր ակնարկներ, customer support-ի պատասխաններ տալ, content մոդերացնել, այսինքն կեղտոտ գործը ասենց ասած, կարելի վստահել է փոքր մոդելներին, ինչի, որովհետև իրանք էժան են, որովհետև իրանք արագ են ու իրանք կարող են ստանդարտ ոնց որ սովորական գործեր անել։ Ինձնից խորհուրդ հասկանալու համար թե որ մոդելով է պետք քեզ prompt-ել, եթե դու ոնց որ սովորական օգտագործում ես պայմանական այս product-ը, ChatGPT product-ն ես օգտագործում քո կյանքի առօրյայի համար, դու կարաս դեռ տեստ անես principi տարբեր մոդելների հետ, բայց ինձ թվում է այսքանից հետո արդեն ինքդ էլ կարաս պատկերացնես թե որ մոդելն ավելի լավ ծառայելու քեզ, բայց կարաս տեստ անես ու ոնց որ գտնես հասկանաս թե օրինակ ինչի մեկը սենց աշխատես, մյուսը սենց աշխատեց, արդեն էսա գիտելիքների վրա դնելով։ Հաջորդը մեր այն կտորնա թե լավ, հիմա այսքան բան իմացանք ոնց է պետք լավ prompt-ել, որն է լավ prompt-ը, text մենք գրելու ենք, вообще թե չենք գրելու, միանշանակ գրելու ենք, ես ուրեմն երկու screenshot եմ ուզում ցույց տամ ստեղից, բայց մինչև այդ screenshot-ներ ցույց տալը, իրականում ես ավելի շատ ուզում եմ այս կուրսով անդրադառնամ հենց կոնտեքստին, ոչ թե նստել ինչ-որ բառ կամ ինչ-որ մտած տեխնիկա սովորելուն, ինչի, որովհետև ես այստեղ մի հատ բան ունեմ, link ունեմ, YouTube-ի link ունեմ, որտեղ որ ես արել եմ մի հատ stream կազմակերպություններից մեկի հետ աշխատելով TCF-ի հետ արել ենք մենք stream-ը, երբ որ այտենց թիմի հետ ընդհանուր արել ենք մի հատ մեծ stream, որտեղ որ prompt engineering master class sense վիճակներ ա եղել ու ես դե ոնց որ անցնում եմ սա հիմնական պոպուլյարնի ինչ որ բաների վրա, թեմաների վրա, ասենց ասած, chain of thought-ը ինչա, zero shot prompting-ը ինչա, տիպը որն է լավ prompt-ը, որն է վատ prompt-ը, ինչ որ տենց տարբեր օրինակներ եւ այլն։ Սա 2025 թվականի, եթե չեմ սխալվում, փետրվարի content-ա, այսինքն երևի բաներ կլինեն, որոնք որ ակտուալ կլինեն, բայց երևի բաներ կլինեն, որոնք որ արդեն ավելի թարմացած կլինեն, բայց մեկը ինքը շատ օգտակար ալնելու, ինքը տևում է, հագին տևում է 2 ժամ տևում է, ուրեմն ես այս լինքը թողում եմ ստե, այդ տրեյնինգին, այդ ստրիմի ոնց որ զապիսը ես տալիս եմ բոլորիդ ու հիմա մի քիչ ավելի ոնց որ տենց high level-ով եմ անցնում ես ամեն ինչի վրա, ավելի վերևից ենք մենք հիմա այս ամեն ինչին նայում, հետ գալով էլի թե ոնց է պետք լավ prompt-ել, sense մի հատ ուրեմն մենք բան ունենք, ստատիա ունենք, այս արխիվ օրգնա կարելի է գալ, բացել, մտնել, կարդալ թե ինչ է ստե գրած, այս տեղից ես եկել եմ հասել եմ այն եզրակացության, այս սաղ կարդալուց հետո եկել եմ հասել եմ այն եզրակացության, որ բոլոր մոդելները ավելի լավ են իրանց պահում, ավելի լավ են output տալիս, երբ որ դու ավելի կարճ ես իրեմ քո prompt-երի մեջ։ Այսինքն ինչքան դու երկար ես գրում, ինչքան ավելի շատ մեծ ես գրում քո prompt-ը, այդքան ավելի վատանում է քո արդյունքը։ Պլյուս ինչքան դու շարունակում ես chat-ը, այսինքն եթե մենք հիմա խոսում ենք կոնկրետ state, երբ որ դու մի անգամ run ես անում ու ամեն անգամ կոպիտ ասած էլի, ամեն անգամ ոնց որ թազա chat-ի ոնց որ մեջ է գրվում ես ամեն ինչը, առանձին մատ API call-ը առանց կոնտեքստի։ Տո այս դեպքում, երբ որ դու սկսում ես chat ու սկսում ես խոսալ այս chat-ում, եթե մենք հետ գանք օրինակ այս պլատֆորմին, ստեղ ինչ որ, չգիտեմ, անկապ բաներ գրենք, հիմա ասենց արագ օրինակի վրա եմ ուզում ցույց տամ։ Մենք ստանում ենք պատասխան։ Հա, այս աստեն կոսակցությունը գրում։ Մենք ստանում ենք պատասխան ու մենք երբ որ մենք ավելացնում ենք նոր տեքստեր են գրում, էլի արդեն context window-ը պատկերացնում ենք մենք ինչ բան է։ Context window-ը լցվում է։ Ինչքան շատ է լցվում context window մի chat-ի մեջ, ասենք 3-4-5 հատ նամակ, մատ ես գրեցի, մատ ինքը գրեց, մատ ես գրեցի, մատ ինքը գրեց, ամեն նոր նամակի հետ մեր context window-ը մեծանում, то есть մեր input-ը, վերջնական input-ը շատանում է։ Ամեն նոր output-ը չի շատանում, ինքը output տալուց մեկը մի նամակ է տալի, քեզ փուճուր մի նամակ է տալի, բայց իրան դու ուղարկում ես այս իր տված վերջին նամակը, նախավերջինը, ու տենց գնում ես մինչև վերջ։ То есть ամեն անգամ քո output-ը ավելի մեծ է ալնում։ Ու ինչքան քո output-ը ավելի մեծ է ալնում, այդքան ավելի վատն է դառնում իր պատասխանները։ То есть էլի եզրակացությունը այն է, որ մենք գրում ենք կարճ prompt։ Այս սաղ պատմությունից հեսա ես մի հատ մեծ prompt ունեմ ընդգրած, այս կփոքրացնենք ու կօպտիմիզացնենք, կտենանք թե ոնց է այդ սաղ տեղի ունենում։ Մյուսը, որի մասին էլի պետք է խոսալ տենց ավելի լավ հասկանալու համար, այդ այնա, որ մեզ երբ որ օրինակ չենք տալի ընդհանրապես, zero shot-ը իրականում նշանակում է zero example, shot-ը նույն example-ն, օրինակ, 0 օրինակ, մի օրինակ, մի քանի օրինակ, շատ կատաստրոֆիկ լավ եմ ես նկարում, մի քանի օրինակ, то есть երբ որ մենք տալիս ենք LLM-ին
Այսը պարամետրերն ասենք 0.1 միլիարդ պարամետրանոց, 0.4 միլիարդ պարամետրանոց, 13 միլիարդ պարամետրանոց, 175 միլիարդ պարամետրանոց։ Հիմա մենք արդեն իմանալով թե ինչ մեծ են այս հիմիկվա մոդելները, քանի 100 միլիարդ են, այսքանը խնդալու է երևում, էլի, այսքանը ասենք մենք կոպիտ ասած մեր կոմպերի մեջ եկանք խոտ օգտագործենք առանց API օգտագործելու, առանց server-ին կպնելու ուրիշների։ Այս էլ accuracy-ն է, ինչքան ոնց որ ճիշտ, ինչքան ավելի գրագետ պատասխան է տալիս, ու մենք հիմա տենում ենք, որ երբ որ մենք ընդհանրապես օրինակ չենք տալի թե մենք ինչ ենք ուզում։ Նու այս փոքր մոդելների, այս սաղ մոդելներին ես չեմ ուզում նայեմ ընդհանրապես, որովհետև իրանք ընդհանրապես ռելևանտ չեն։ Ես ուզում եմ նայեմ կոնկրետ այս հատվածին, այս դաժե ես այսքանն էլ չեմ ուզում պրինցիպի նայեմ, որովհետև մենք սրանք էլ չենք օգտագործում առօրյա կյանքում, մենք դա էլ չի էլի, ոնց որ չգիտեմ, ասենք 200 կամ 500 կամ 1 միլիոն, 1 տրիլիոն պարամետրին ենք նայում ու պրինցիպի կարելի է այսել էքստրապոլյացիա անել ու ինչ-որ sense գից դանել, հա, կոպիտ ասած ու տենալ, որ չէ, սրանք ավելի մոտիկ պետք է լինեն իրար, մի խոսքով սրանք պետք է ավելի մոտիկ լինեն իրար։ Ու այս գրաֆիկից մի խոսքով իմ վիվդեն է, որ մենք ուզում ենք one shot, որովհետև մենք հիմա տենում ենք, որ zero shot-ի ու one shot-ի մեջ ահռելի տարբերություն կա, մասնավորապես եթե մենք էսի sense հետ տանենք, ասենք 40%-անոց արդյունք ունենք ստե 50%-անոց արդյունք ունենք, 25%-ի ասենք տարբերություն կա, արդյունավետություն կա, իսկ ստե օրինակ տենց այդքան էլ մեծ չի տարբերություն, ասենք 50-55, ասենք ստե մի 10% էլ է տարբերությունը, բայց քանի որ մենք արդեն few shot, այսինքն եթե մենք մի քանի հատ օրինակ ենք տալի, դա արդեն հակասում է այս մեր վերևի ասածին էլի, то есть մենք ուզում ենք կարճ կապենք, էսի input length-ը, ես էսի նորմալ разбор даже չարեցի, չէ, էսի 250 token, էսի 500 token, էսի 1000 token, էսի 1500 մինչև 3000 token, ու նա ինչքան շատ ենք մենք գրում, այդքան accuracy-ն իջնում է, այսինքն մենք էլի կարճի մեջ ենք ուզում, եթե 250 token-ի մեջ տեղավորենք այն ինչ որ մենք հիմա 3000 token-ով ենք գրում կամ 1000 token-ով ենք գրում, լավ ռեալ չի էլի 3000-ը մի քիչ երևի կամ 3000-ը դժվար սարքես 250 դրամատիկորեն ասենք մի բան է, ռեզուլտատիվնեսը միանգամից չգիտեմ, ասենք եթե 1000-ից սարքենք մենք 250, ասենք չգիտեմ, էսի 90, քանի տոկոսն է, 2-3%-ն է, էսի 99%-ն է, ինչ եղավ, համարյա, օքեյ, 10%-ից մի քիչ արդյունք եղավ։ Մի խոսքով, այս երկուսից մենք հասկանում ենք, որ պետք է տալ մի հատ օրինակ ու պետք է կարճ կապել։ Հիմա հետ գալով մեր այս լավ ու վատ պրոմպտերին, ուրեմն մենք ունենք երկու տեսակի prompt, ես անգլերեն եմ գրել, в принципе, որովհետև ավելի լավն է անգլերենը։ Այսի system prompt-եր են սրանք, այսինքն հեսա կհասկանանք թե ինչի։ I need you to help me write a product description for an e-commerce website։ Ոնց որ վատ չի, չէ՞, լավ է այսքանը։ Բայց դալշը գնաց։ This is very important because the product description needs to be compelling and persuasive to potential customers who are browsing our online store։ Պետք է սա, չէ, պետք չէ։ Առաջին ասես կարծա որ պետք է, որտեվ կոնտեքստ ենք տալի, չէ, ասում ենք որ browsing բան էսկոմ ենք կոմ, բայց is very important because needs to be compelling, persuasive, կարող է եւ հա, բայց to potential customer, էսի в принципе էլի պետք չի։ The product is a wireless Bluetooth speaker, okay. When writing this description, please make sure to include the key features of the product and also make sure that the tone is short, but professional, but also friendly and approachable, but also it should not be too formal or too casual. Professional, friendly, approachable, formal, casual, то есть սարքելու, որովհետև սկսել է մեզ չի բավարարելու, էլի։ Description should be engaging and should highlight why someone would want to buy this product. Please make it around how it's on words, not too long but not too short either. Also please focus on то есть ինչ-որ խնդրանքներ, բաներ եւ այլն։ Այս սաղ ես չեմ էլ շարունակում կարդամ, ինչ-որ cliché phrases, unless it really makes sense, people aged, okay, people aged շատ լավներ։ Վերջնական մենք այս ամեն ինչից ստանում ենք այս մոտ պատասխան։ Write a how it's on board product description for a wireless Bluetooth speaker. Target audience. Essence who enjoy music and outdoor activities. Շատ լավ, ասում ենք կոնկրետ նշեցինք ում համար, մենք էլ չենք հեքիաթներ պատմում, ասում sense նինին հենցելնի եւ այլն, то есть կամ հենց նույն տոնի հետ կապված, professional but friendly, всё. Focus on benefits over specs. Ուստե ներքևը, ասենք կգնար մեր user prompt-ը, մեր user prompt-ն է։ То есть էսի կլներ system prompt, իսկ տակինը արդեն կլներ user prompt։ Եթե ելի մենք հետ ստենանք,
այդ variable-ը կգար user prompt-ը կգար chat-ից մեկը կասեր հեսա այսին product-ն է, իսկ NA10-ը կամ GPT-ն կամ եսիմով պատրաստ կլներ արդեն կիմանար, որ էսի իր system prompt-ն է ինքը սրա է, մի խոսքով անում իր գեներացիան, ըստե ոնց որ մանրամասներն եմ թե ինչի, հետո հենց հիմա ինչ որ պատմեցի, ես ոնց որ առանձին գրել եմ ստե, այս կարաս գաս կարդաս, այս link-ը էլի կրկնում եմ, ոնց որ description-ում դրած է լինելու ու ամենավերջի քայլով այս սախ պատմության թե ոնց է պետք թեստավորել prompt-երը, որովհետև էլի մենք կարանք ստանանք sense մի սիտուացիա, երբ որ մի անգամ մենք prompt-ենք, ինքը շատ լավ աշխատի, բայց եթե մենք 10 անգամ ենք prompt-ում, ինքը կարա 10-ից 7 անգամ լավ աշխատի։ Կարա 10-ից 5 անգամ լավ աշխատի, կարա 10-ից 9 անգամ լավ աշխատի։ Բնականաբար մեզ պետքա մաքսիմալ ոնց որ հնարավորին կերպով նենց անել, որ մաքսիմալ լավ լինի ու մաքսիմալ կոնստանտ լինի մեր output-ը։ Դրա համար մեզ պետքա օգտագործել տարբեր ոնց որ թեստավորման մեթոդներ, sense ասած։ Ամենառաջին հերթին մեզ պետք անել լիքը իտերացիաներ, այսինքն մենք կարանք գանք, բացենք chat-ը օրինակի համար, հենց այս playground-ը օրինակ բացենք, ստե սա պարամետրերի մեջ սիրուն նշենք մենք ինչ ենք։ Հեսա, այս budget-ի մասին երբ որ պատմում էի, Claude-ի ժամանակ էի խոսում, այս reasoning effort-ն է, ոնց որ դու իրեն թողես ինքը շատ մտածի, քիչ մտածի, թե շատ, ու տիպը թե միջին մտածի։ Ամեն մի ոնց որ կամպանիա մի ձևով անում, օրինակ ստեղ դու просто reasoning effort-ը դնում ես low, medium, high, իսկ եթե չեմ սխալվում Google AI Studio-ում դու thinking budget ես կարող դնես ու հեսա կարող ես token-ներով նշես։ Մի խոսքով ինչ budget ունենա։ Հաջորդ կտորը, որի մասին որ ամեն պետք է խոսալ թեստավորման հետ կապված, ես մի քիչ շեղվեցի հենց հիմա այս բանի վրա, thinking budget-ի վրա, ուրեմն թեստավորելու համար, լիքը իտերացիաներ անելու համար տարբեր հեշտ ձևեր կան։ Պրինցիպի կարելի է սարքել workflow ու ասենք դնել օրինակ ինչ որ մի sheet-ի node, դնել որ ասենք append row in sheet օրինակի համար, ես հենց հիմա կարամ մի հատ շուտ օրինակն ցույց տամ, օգտակար, եթե մենք օրինակ ունենք մի հատ system prompt, օրինակ այսինքն հենց այս նույն system prompt-ը եթե մենք գանք վեկալենք, որ IS system prompt-ը վեկալում ենք, բերում ենք դնում ենք այս մոդելի մեջ, նու օքեյ, եկեք հենց միանգամից OpenAI-ն էլ օգտագործենք, էլի, OpenAI-ի օրինակ 4.1, ես սովորական 4.1-ը շատ հավանում եմ օրինակ 4.1-ն եմ ուզում օգտագործեմ, գալիս եմ ստեղ ավելացնում եմ օրինակ system prompt-ի մեջ գրում եմ ես իմ product description-ը եւ այլն, այս batch size-ը ինձ պետք չի, որովհետեւ ինձ հենց հիմա այդ ընդհանրապես անհրաժեշտ չի ու ասենք կարամ հետո նշեմ, որ ես ուզում եմ specific format, լավ, ես հետ գամ հենց հիմա այդ specific format-ներում եմ բացատրեմ, նոր անցնենք մենք այս տեստավորմանը, ուրեմն մենք պետք է անենք տարբեր իտերացիաներ, հետո տանք գնահատական, ասենք 10 հատ գեներացնենք sheet-ի մեջ, 10 անգամ նույն prompt-ով գեներացնենք sheet-ի մեջ, 10 անգամն է կարդանք, եթե 10-ը մեզ գոհացեց, ուրեմն թույն է։ Եթե 5-ը գոհացրեց, ուրեմն մի բան չի, հասկանում ենք ինչ չի, գնում ենք դզում ենք prompt-ը լավացնում ենք։ Նորից 10 հատ run ենք անում, դեռ մենք 7 հատ եղել։ Всё, այսինքն մի բան ավելի լավ ենք սարքի հիմա։ Ու տենց հասնում ենք մինչև այն ամենա ոնց որ պիկ ամենալավ կետին։ Այս ամեն ինչ անելու համար ոնց որ ստրուկտուրավորված ու սիստեմավորված, որ ոնց որ просто չգանք playground-ում բացենք կամ հենց սովորական ChatGPT-ում բացենք, կրանք հենց նույն NA10-ի ոնց որ workflow օգտագործենք, ինքս միանգամից 10 հատ sense կտ միանգամից կանի։ Հիմա եթե մեզ պետքա լինում ստրուկտուրավորված տվյալների հետ աշխատել, մենք ունենք 3 հատ ֆորմատ այդ data-ի հետ աշխատելու համար մենք ունենք 3 հատ տարբեր ֆորմատ։ Մեկը JSON-ն է, մեկը XML-ն է, մեկը CSV-ն է, որոնք որ օգնում են LLM-ին ավելի լավ հասկանալ կոնտեքստը։ Այսինքն, եթե դու просто բերես sense լիքը ինֆորմացիա լցնես, ասես լցրած 10 կամ հակառակը output անես խառն ալնելու, անհասկանալի ալնելու։ Ամենապոպուլյարն JSON-ն է, որը որ բացվում է հետևյալ կերպ, JavaScript Object Notation, ինքը JavaScript-երենն է, կոպիտ ասած, ու JavaScript-ի ոնց որ ֆորմատի է, ասենց ասած, то есть string կան, debug կա, array կա եւ այլն, դա в принципе շատ լավ բան է իմանալու համար, բայց առանց իմանալու էլ կարելի է այդ ամեն ինչը կիրառել, կարելի է խնդրել просто որ LLM-ը գեներացնի, միջև որ դու ասենք ինքդ շատ կառանչվես ու կհասկանաս կսովորես, օրինակ ես ինքը ոնց որ սկսում ես այս համակարգի նշաններով, բացվում է, փակվում է ու սրա մեջ արդեն ոնց որ JSON-ը համարվում, որ ֆայլը JSON ֆայլ է, ասենց ասած, ասենք կարա պարունակի տարբեր տեսակի ինֆորմացիա համակարգված ամենակարևորը, name-ի տակ Richard-ն է, ասենք age-ի տակ Richard-ի տարիքն է, հոբիներն են իրա
առանձնացված նշված, ասենք, ու մի խոսքով մենք ունենք sense ստրուկտուրավորված data։ Հիմա մենք կարանք AI-ին LLM-ին ստե գանք, օրինակ սիրուն նշենք, որ require specific output format ու այսի նշելուց հետո մենք կարանք ընտրենք, թե ինչ կոնկրետ ֆորմատ ենք մենք ուզում, եթե չեմ սխալվում, ես մի տեստ է պետք է response format, text ու JSON։ То есть մենք կարանք նենց անենք, որ ինքը միանգամից մեզ այսենց սիրուն համակարգված պատասխան տա, էլի։ Հիմա եթե մենք սիրուն այս Bluetooth-ի prompt-ը ստեղ գրել ենք, որ write product description եւ այլն, մենք հեսա մտ ուրիշ օրինակ կարանք փորձենք, որ ավելի լավ երևա, թե ոնց է ամեն ինչը աշխատում։ Նույն բանը, կստացի մենք կարանք այստեղ անենք։ Եթե ես հիմա ընտրեմ մի հատ ուրիշ մոդել, նույն ասենք 401 օրինակի համար, text format-ը, հեսա text կարամ ես ընտրեմ ու JSON object, JSON schema։ То есть ես կարամ ընտրեմ JSON object, կարամ ասեմ, okay, you are a data transformer into, ասենք, transformer into JSON. Your goal is to transform any data that enters as a user prompt, transform into JSON any data that enters as a user prompt. Sense էլի լղոզված prompt-ը ես տալի, բայց էական չի, մենք հիմա կարևորը տանք գրենք այս user prompt-ը, մի վարքան, մենք գրենք user prompt-ը, okay, մենք հիմա system message ունենք ընդամենը, ես կարամ գնամ ինչ-որ մի հատ ինֆորմացիա գտնեմ կամ խնդրեմ իմ համար գեներացնեն, օրինակ, նույն AI Studio-ն, կարամ ես ասեմ give me some data that is not structured and it will be a good exercise for an LLM to structure it and output it as a JSON. Օրինակ, ու max, չգիտեմ, 1000 characters. Max around 1000 characters, օրինակ։ Հիմա ինքնիթ ինձ մի հատ ինչ-որ բան տա, ինչ-որ տվյալների խուրց թոտա, ես գնամ, սարքեմ դրանից JSON, ավելի բարձրին, թե մենք ոնց կարանք անենք, ինչ կարանք անենք սրանից։ Ու մտածում ասենք, հեսա էսի մենք Gemini Express Pro ենք, չէ՞, արա ինքը reasoning model-ը երկար մտածեց example of a desired JSON output, էսի մեզ ընդհանրապես պետք չի, why this is a good exercise, հեսա unstructured data blob, subject urgent, my Aura Charge Pro isn't working, հեսա սենց լիքը հենա համար կաստ է, customer ID կա, mail կա եւ այլն, շատ թույն է, то есть մենք ստացել ենք, ասենք մի հատ սենց input, ուրա, եկանք ստե, տվեցինք մենք ես input-ը, գնաց մի անգամից assistant-ը մեզ տվեց պատասխանը, ticket number-ը էսա, customer-ի անունը, username-ը, customer ID, email եւ այլն եւ այլն։ Հիմա, մատ հետաքրքիր պա, ես կարամ ես system prompt-ը վեկալեմ, ուրիշ միջավայր տանեմ, ես շատ եմ NATN-icom ձգում, իրականում կարող եմ մի քիչ անհասկանալի լինի, բայց լրիվ makes sense, որովհետեւ ավելի հեսա հենց արդյունքը երևա, ավելի ոնց որ parse կրնի սախ, ես տես system prompt-ի մեջ դնում եմ այս data transformer-ը, այս chat-ում, էսի հատուկ chat-ա բանի համար էլի, ոնց որ տեստեր անելու համար NATN-ում, ես կարամ հիմա օրինակ run անեմ այս text-ը, ուրա այս text-ը բերեմ դնեմ ստե, էսի սկսեց աշխատելը, տվեց LLM-ին, LLM-ի OpenAI մոդելը սկսեց աշխատելը, ու հիմա նայում ենք ինչ եղավ, եկավ sense output JSON, արդեն մենք տենում ենք, չէ, JSON, որտեղ մենք նշել ենք require specific output format։ Գնաց name Jane Doe եւ այլն, email customer ID եւ այլն։ Հիմի հաջորդ քայլով ես կարամ գամ կպցնեմ այս ինչ-որ մի հատ sheet-ի, ես կարամ գնամ հենց հիմա թազա sheet սարքեմ, օրինակ այդ sheet-ի անունը դնեմ course prompt engineering, օրինակի համար։ Ասենք վերևը գրեմ, չգիտեմ, data, կամ ինչ գրեմ ticket number, օրինակի համար name, phone number, չէ, ինչ-որ ասենց կարամ սենց սիրուն, օրինակ շարեմ, հետո գամ ստեղ, այս sheet-ում ընտրեմ իմ նոր սարքած դոկումենտը, ընտրեմ այն sheet-ը, որտեղ որ ուզում եմ դնեմ, սիրուն սենց ticket number-ը, հեսա ինձ տվեց ticket number, name-ը, եկա customer-ի name-ը, նշեցի, phone number-ը նշեցի, ուր էր phone number ունեինք, մենք ստե phone number չունենք աշկիս, phone number, okay, նիսուց, այդ ընդհանրապես կապ չունի, email-ն ենք դնում օրինակ phone number-ի փոխարեն, ու execute ենք անում էսի, ու սպասում ենք ստե ինչա կատարվում, boom, եկավ Jane Doe,
իր ticket number-ը եւ այլն։ Հիմա եթե էսի կոնկրետ ոնց որ ստրուկտուրավորված տվյալներ օգտագործելու, սա ոնց որ տենց կայֆն է, էլի, սենց ասած, հիմա մենք կարանք օրինակ Google-ին ստեղ խնդրենք this example was great, now please provide me 10 examples like this. Only the examples, no any other output, ասենք։ Հիմա ինքը թող ինձ ասենք 10 հատ էլ տա, ես այդ 10 հատը բերեմ ես chat-ում sense կտ դնեմ ու միանգամից արագ ոնց որ տենամ թե ինչ արդյունք եմ ես տանում, ինչ պատասխան եմ ես տանում ու էսի կոնկրետ հենց հիմա ոնց որ մենք շատ ստրուկտուրավորված դատայի հետ ենք աշխատում, բայց եթե օրինակ դու հոդված ես ուզում գրես կամ ինչ-որ շարադրություն ես ուզում գրես, դու կարաս այս նույն ձևի 10 անգամ գեներացնես 10 հատ, հետո գաս ասենք սիրուն դες մտ սարքես օրինակ rating, էսի գրես խոսք ասենք 10-ից 7, էսի գրես ասենք 10-ից 5, էսի գրես 10-ից 8 ու վերջում ոնց որ բան ասենք ստե ինչ որ մի հատ average, ինչ որ sense էսի, ասենք հետո վերջում average անես սրանից ու հասկանաս թե ասենք ընդհանուր առմամբ ինչ թիվ ունեցար, ես չգիտեմ, երևի ինչ բան սխալ արեցի, բայց նիսուց կարևորը հասկացանք ուր էս մինիմումը, էս աչի վրա երևի էսի։ Չէ, լավ, էական չի, կարևորը որ հասկանալի դառավ թե ոնց որ ինչի մասին է խոսքը գնում, թազա append եղավ, նույն դատաներ էսի, չես պետք է refresh անել։ Rating-ն է, չէ, rating-ը մեզ պետք չի, execute ենք անում այդ նորից։ Մենք էլ չենք ստացել, չէ, թազեն։ Էսի հեսա, տվեց սաղես example-ները գնաց, medical appointment request ասենք մի հատ տվե գնաց, էսի տվինք, տեսանք ինչ պատասխան է գալի։ Չեկավ պատասխանը, ստուգում ենք ինչի չեկավ։ Որտեվ լրիվ, այս էլ հենց մանն է, հետաքրքրությունն է սաղես պատմության, որ այս տվյալները տարբեր են եղել։ Okay, շատ լավ օրինակ է, հրաշալի օրինակ է, մենք ստեղ եղել ենք շատ generic։ Մենք ստեղ եղել ենք, ասել ենք ինչ JSON data եկավ, բեր, գցի, սարքի իրան մի հատ JSON, անկախ նրանից թե ոնց որ ինչ ստրուկտուրա դու իրան կտաս, բայց համել մենք օրինակ կարանք ասենք, որ մեր JSON-ը պետք է լինի կոնկրետ here is an example of a JSON object օրինակ։ Ու ասենք sense մենք նշում ենք, որ պետք է ինքը անպայման ունենա name, what name-ը պետք է լինի ասենք string, այս պրոստը կանք ինչ ուզում ենք կանք Levon խոսքի մեջ է, phone number օրինակ ու թվեր, ու չգիտեմ email օրինակի համար, email-ն էլ email շնիկ mail am օրինակ։ Ու եթե հիմա մենք էլի execute անենք, մենք արդեն ստանալու ենք լրիվ ուրիշ ֆորմատի, էլի մենք արդեն ստանալու ենք հենց այս մեր նշած ոնց որ օրինակի ստրուկտուրայի ենք մենք ստանալու, չէ, չստացանք, հեսա հասկանանք ինչի չստացանք, էսի system prompt-ն է, any into JSON any data that enters as a user prompt, այսինքն այս բանի մեջ to transform into mentioned JSON, ինչ-որ sense, transform into JSON, в принципе մենք կարանք դաժ ավելի կարճ լինենք ստեղ, here is an example of a JSON object Ինձ թվում է ամեն ինչ նորմալ է, իմ այդ նորից։ Չէ, էլի ինչ-որ խառը ստրուկտուրա է տվե, okay, մենք հեսա follow this exact structure, skip all the other, չէ, լավ, սենց պրոստ առան skip, follow this exact structure։ Գնացինք, մի հատ ենք խոտ տալի, ու չունենք, էլի, phone number-ը ունենք, name-ը ունենք, email չունենք, հեսա հասկանանք ինչի չունենք, որովհետև երևի մենք ստե կարանք այս sampling-ը իջացնենք սարքենք 0.2, որ ավելի քիչ կրեատիվ ինքը լինի ու շուտ նոր բաներ ինքը իրանով չհորինի։ Ու մետը կարանք գրենք use only the provided keys, skip everything else։ Ինչ-որ sense երևի։ Boom, եկավ, name, phone number, email։ Հիմա մենք ավելի կանխատեսելի ձևով արդեն ստե ունենք սիրուն արդեն լրիվ ուրիշ ձև։ Okay, ticket number էր, բայց էական չի էլի, հիմա մենք ոնց որ տեստ ենք անում name, phone number, մի խոսքով phone number, email ու արդեն մենք ավելի ոնց որ կանխատեսելի ձևով ավելի լավ ձևով կարող ենք ստանանք մեր պատասխանները։ Լավ, ես մի քիչ արդեն շեղվեցի գնացի հասա N8-ի մասին չի սաղ ճիշտ լավ prompt գրելու մասին է։ Ունենք նաև XML ու CSV, որոնք որ մի քիչ ավելի քիչ պոպուլարն են, բայց դեռ պոպուլարն են ֆորմատավորման ստրուկտուրավորման ուրեմն սխեմաներ են, տեխնոլոգիաներ են ասած։ Այս ուրեմն XML-ի տարբերակ է, երբ որ
նու sense էլի արդեն ոնց որ բանս էս մեծ փոքր նշաններով ելնում այսա first last բան եւ այլն էսի մեզ այդքան էլ ձեր չի տալի principi որտեվ արդեն կարելի է կռահել որ լիքը token է գնում սրա վրա то есть patient list ինչ որ ու ինքը ոնց որ մի քիչ խառնել է մի քիչ շատ է info-ն փոխանցը կա համել CSV-ին որն է բանն է comma separated values այսինքն CSV տեսքը հետեւյալ ձև էլի ասենք այսպես մի տեսք ունի CSV-ին սաղ կապած իրար սաղ բաներով ստորակետներով այս բան էլի get ստորակետներով ու մի խոսքով ինքը լրիվ ուրիշ ձև աշխատում դες դատան գնում ես վեկարում ես գցում ես պայմանական ինչ-որ մեկ Google Sheet ու ինքը ոնց որ ճիշտ դասավորվում է բայց LLM որ այսքան մտցնում ես LLM-ը կարա խառնվի так что ես չեմ ուզում խորանամ մյուս տարբերակների մեջ XML-ի կամ CSV ես ուզում հենց մենք կոնկրետ JSON-ի ոնց որ մասին խոսանք JSON-ը ամենալավ տարբերակն է ոնց որ ստրուկտուրավորելը ինֆորմացիան դատան ու в принципе ես այսքանով երևի ուզում եմ ավարտեմ ես էլ ոնց որ բան չունեմ ավելացնելու սաղ պատմության հետ կապված в принципе մենք սովորեցինք ու իմացանք թե ինչ է ես ներկայացնում LLM-ը ինչ պարամետրեր ունի ոնց է պետք ընտրել մոդելներ ինչ լեզվով է պետք պրոմպտել ոնց է պետք լավ պրոմպտել ոնց է պետք թեստավորել պրոմպտերը ու դաժե մի քիչ էլ N8-ն ու ավելի լավ պատկերացինք թե ոնց կանք տարբեր տեսակի workflow-ներ սարքենք նայեցինք որն է վատ prompt-ը, նայեցինք որն է լավ prompt-ը, в принципе իմ կարծիքով այսքան էլ լրիվ հերիք էր պատկերացնելու համար թե ոնց է աշխատում prompt engineering-ը, պլյուս ես անպայման խորհուրդ եմ տալի գալ ու նայել այս վիդեոսը, այսի էլի 2 ժամանոց ես եմ, որ խոսում եմ ուրիշ պրեզենտացիա ներկայացնում այդ ժամանակ, ավելի երևի առարկայական սովորական, ասենք user-ի համար ավելի առարկայական տեխնիկաների մասին եմ պատմում, տարբեր հետաքրքիր տեխնիկաների մասին եմ պատմում ու անպայման արժի նայել այս prompt leak-երը մեծ կամպանիաների օգտագործողները ավելի լավ պատկերացնեք թե ինչա կատարվում, ոնց է ամեն ինչը աշխատում ու այս էլ շատ լավ հոդված է այս նորից կլինի վիդեոյի տակ կամ վերևը կամ ինչ որ միտը մոտակայքում վիդեոյի առայժմ